տարբեր կանանց օգնելով իրենց բերել կյանքի կենտրոն։ Դու ինքդ կարողանում ես քեզ միշտ պահել քո կյանքի կենտրոնում։ Իմ այսօրվա կյանքը իմ երազանքների կյանքն է։ Դժվար ճանապարհ անցնելը միշտ մեզ ձևավորում է ավելի լավ ու ավելի պինդ տեսակով, բայց միշտ չէ, որ այդ փուլերում մենք դա հասկանում ենք։ Դու այդ փուլում ինչպես է իրեն գալում կյանքը։ Կուզեի այն փոքր աղջկան գրկեի ու ասեի, այդքան մի տանջվի, այդ պետք չէր այդքան քեզ տանջել, հույսս դնում եմ միայն իմ վրա եւ Աստծո վրա։ Ինչ հիմնական կետեր կան, որոնք դու կնշես սեփական ոճը գտնելու ճանապարհին։ Իմ ներաշխարհը համապատասխանում է իմ արտաքինին, թե ոչ։ 32-33 տարիքը, հա, անցում այն էտապում կնոջ կյանքում, բարբերաբար զանգեր եմ ստանում, խուճապահար ձայնով, որ չեմ կարողանում գտնել ինձ ու չգիտես ինչի իմ կյանքում ամեն ինչ փոխվել է։ Ոնց կարող եմ հագնվել։ Մի հարց եմ տալ. արդյոք ձեր բնավորության գծերը աշխատանքը փոխվել է, ասում են այո, ասեմ, բա ոնց կարող եք առաջվանը կրել, եթե դուք արդեն առաջվանը չեք։ Այն մարդիկ, ովքեր քիչ հնարավորություն ունեն, ավելի վառ երևակայություն ունեն, ընտրություն չունենալը քեզ ստիպում են շատ մտածել, ստեղծագործել, ճղել, կարել, կտրել, նոր բան ստեղծել։ Թե 3000 դրամ, թե 5000 դրամանոց, թե չգիտեմ 30000 դրամանոց ընդհանուր ֆուլ լուքով ներկանալը, որ մտածել են մեծ բրենդերից եմ այդ հագուստները ձեռք բերել։ Ինձ շատ դժվար է հիմա նեգատիվը լսել մարդկանց կողմից, զոհաբերական վիճակով խոսել, որ այսինչ բանը չեմ կարողանում, կան ճանապարհներ, լուծումները միշտ կան։ Նորաձևությունը որքան անհատականությունը ընդգծելու, նույնքան էլ երբեմն անհատականությունը կորցնելու ճանապարհ է դառնում։ Ժամանակի ամենամեծ հիվանդություններից մեկը պիտակներից կախվածությունն է։ Երբ մարդկանց համար կարևոր է ոչ թե ոչ ունենալը, այլ պիտակ ունենալը։ Շատ է դուրս գալիս, բալանսավորումն ըստ իս մի քիչ սխալ տված, ինքը իր անհատականությունը իդեալական է ներկայացնում։ Անկեղծ ասած ինձ դուր չեկավ։ Ինձ միշտ ասում են քեզ ամեն ինչ սազում եմ, ախր դա բնավ այդպես չի։ Ինքդ քո ոճը գտնելու ճանապարհին ինչ սխալներ ես արել։ Շատ սխալ էի հասակած ցույց տալիս։ Միշտ մտածել եմ, որ բայց ինչի հենց այսպեսին, բայց ինչի հենց ես, շատ բարդ էր։ Շատ բարդ էտապների մեջ եմ անցել, չընդունվելու, չընկալվելու, չսիրվելու, ինքս ինձ, նաև դիմացիների կողմից։ Մի շատ սիրուն պատասխանի հանգեցի, Աստված ինձ էս մարմնում ստեղծել է հենց այսպեսին։ Ինձ համար body positive-ի վառ օրինակ են իրենք, որովհետև այնքան են սիրում իրենց, որ կարողանում են մաքսիմալ գեղեցիկ ներկայացնել, եւ սա ոչ թե խաբեության մասին է, այլ քեզ այնքան սիրես, որ կարողանաս քեզ ամենաճիշտ ռակուրսից տեսնել։ Սիրել ինքդ քեզ հենց այնպեսին, ինչպեսին դու կաս, շատ դժվար է։ Հաղորդման գործընկերներն են White Agent հարսանյաց կեսների սրահը, Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Look and Face-ում այսօր ոճաբան Գայա Գևորգյանն է, մարդ, որը մեզ կօգնի կողմնորոշվել, թե ինչպես պետք է ոճային լուծումներ տալ եւ կհասկանանք նաեւ, թե ով է Գայան։ Ողջույն Գայա։ Ողջույն Ամալիա ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք, որովհետև մեր ոճը մեր անհատականության մասին է եւ Look and Face-ի նկարագրության մեջ հենց դա հիմնական տողն է, որը միշտ գրում եմ։ Ոճը առհասարակ մարդու մասին կարող է պատմել ավելին, քան մարդը գուցե ուզում էր պատմել իր մասին, բայց սա իսկապես, հա, մարդու մասին շատ խորը պատմող երևույթ է։ Ես կուզեմ, քանի որ քո դեպքում սա մասնագիտական է, խոսենք եւ ընդհանուր առմամբ ոճը ինչպես է պատմում մարդու մասին եւ քո պարագայում, այ ինչ տրանսֆորմացիա ապրեց քո ոճը, որին զուգահեռ տրանսֆորմացիա ապրեց նաեւ Գայա մարդը։ Միանշանակ կարամ ասեմ, որ երկուսը զուգահեռ են գնում, որովհետև այստեղ անձի օրինակով միշտ ավելի հեշտ է ներկայացնել, թե ոնց կարա անձը տրանսֆորմացիա լինի ոճի օգնությամբ։ Ու նույնը հակառակն է լինում, հա, ոճը ոնց կարող է ազդի մարդու տրանսֆորմացիայի վրա։ Ես միանշանակ աշխատում եմ այն համոզմունքով, որ երբեք չես կարող դիմացինին խաբել ու ցույց տալ անել այն, ինչ որ իր ներսի մասին չի, որովհետև անձը կարող է տվյալ պահին դա գրել, այնուհետև անել ասել ոճաբան աշխատեց, ես չհավանեցի իր աշխատանքը եւ զգեստապարնում մնա տվյալ զգեստը ու փոշոտը, հա, այդ տարբերակով մնա ու անվերջ տես տարիներով չկրի։ Սիրում եմ, երբ որ անձը ներաշխարհին շատ ծանոթ է լինում։ Ինքը հստակ գիտի ինչի մասին է։ Հստակ գիտի, հա, Ամալյան
հստակ գիտենք ինչի մասին է, ինչ անհատականություն է, ինչերը սիրում, ինչը չի սիրում, որի համոզմունքով նոր ամբողջ կերպարը կերտվում է։ Մենք շատ ենք կերտվում նաև մեր վախերով, մեր ստերեոտիպներով եւ նաև մեր բնավորության գծերով, ինչի հաշվին պարբերաբար մարդու կյանքում լինում են ճգնաժամեր եւ նաև վերելքներ, որի ժամանակ կարող ես էմոցիոնալ պատրաստ չլինել կրել այն, ինչ որ մի քանի տարի առաջ կամ անգամ եւ այդ մեկ շաբաթ առաջ կրել ես։ Շատ հաճախ դա հանդիպում է 32-33 տարիքը, հա, անցումային էտապում կնոջ կյանքում, երբ որ լիովին բնավորության գիծը, տեսակը փոխում է եւ պարբերաբար զանգեր եմ ստանում, սենց խուճապահար ձայնով, որ բարև ձեզ, դուք կհանեք, շտապ անցնենք աշխատանքի, ասում եմ ես չեմ կարողանում գտնել ինձ ու չգիտես ինչի իմ կյանքում ամեն ինչ փոխվել է, ոնց կարող եմ հագնվել։ Հենց այդ պահից մի հարց եմ տալիս, ձեր տարիքը կնշեք եւ ասեք, արդյոք ձեր բնավորության գծերը, աշխատանքը փոխվել է, ասում են այո, ասեմ, բա ոնց կարող եք առաջվանը կրել, եթե դուք արդեն առաջվանը չեք։ Դու ինքդ ինչպես գտար քո ոճը, որովհետև իմ օրինակով կարող եմ ասել, որ կա տարիք, երբ շատ ավելի երիտասարդ ենք, բայց հնարավոր է շատ ավելի հասուն տարիքում դու ավելի շատ քեզ սիրես։ Օրինակ ես իմ արտաքինը հիմա ավելի եմ սիրում, քան ենթադրենք 20 տարեկանում, որովհետև հասկանում եմ, որ ես հիմա ինձ ավելի լավ եմ ճանաչում, քան 20 տարեկանում էի ճանաչում։ Դու ինքդ երբ գտար քո ոճը ու ինչ փուլերի միջով անցար, սա ավելի մասնագիտական աչքեր, թե ամեն դեպքում գայա մարդներ ձևավորվում։ Ես փորձում էի իմ արտաքինով ներկայացնել գայային, այսինքն կերտել մի անձի, ի սկզբանե հետո որը կգա դեպի ներաշխար։ Քանզի 20 տարեկանում հասկանալ, թե իրականում դու ով ես, ինչի մասին ես, բավականին դժվար է, բայց կարողանալ կերտել մի անձ, որը կտա ինքնավստահություն դիմացինին, ավելի հեշտ էր ինձ մոտ ստացվում։ Հետո ես հասա մի ճգնաժամային էտապի, որ դու կերտում ես մի կերպար, որը արտաքինով խոսում է քո մասին, բայց ներսից վախերդ մեկ-մեկ խոսում են։ Այսինքն այստեղ հարց առաջացավ իմ մոտ, արդյոք հակասանք չի այն անձի, որ արտաքինով ներկայացնում եմ եւ իմ ներաշխարը համապատասխանում է իմ արտաքինին, թե ոչ։ Ֆիշկա ասված է, հա, ամեն անձի, ինչ է անում, բարբերաբար ինչ որ մի վառ դետալ, դա կլիներ կիսաշրջազգեստի գույն, դա կլիներ վարսերի գույն, թե կլիներ շատ աքսեսուարներ, փորձում էի տվյալ դետալով շատ հիշեցնել իմ մասին, որովհետև այս վերջերս մի նախատեսություն ասեցի, որը շատ սևեռվեց մարդկանց առաջ, ես փորձում էի մաքսիմալ հիշեցնել, որ ես ոճաբան եմ, որովհետև ոճաբանը 10 տարի առաջ ոչինչ չէր ասում, ով է ոճաբանը, թե դիզայներ, տարբերակում չկար, փորձում էի մաքսիմալ ոճաբան ասվածը կերտել հայ իրականության մեջ եւ փորձել տարբերվել իմ ոճով, որը նաև կերտեց Գայա անունը, հա, որ այս պահին աշխատում է, ասում է կերտի անունը, որը հետագայում կաշխատի քո համար, հենց այդ նույն այդ ընթացքը ես անցել եմ իմ ոճով։ Քո պարագայում մի փոքր այլ է, հա, նաև մասնագիտական է, այսինքն մարդիկ տեսնելով քո ոճը գայթակղվում են կամ հակառակը, հա, կարող է ասեն, լավ, ենթադրենք, եթե մարդը ոճաբան է, բայց ինքը իրեն չի կարողանում օգնել, ինձ ինչպես կարող է օգնել։ Սա նույն դիետոլոգների տարբերակն է, հա, երբ դու տեսնում ես սննդաբանի, որը իր մարմնի հետ գիտի աշխատել, ավելի ես ոգևորվում։ Միաժամանակ ընդհանուր առմամբ, երբ գալիս ենք տարբեր մարդկանց օրինակներին, մենք հասկանում ենք, որ երբ մարդը շատ է ուզում ճչալ ինչ-որ մի բանի մասին, դա արդեն խնդիր է լինում։ Այսինքն դա կարող է հենց խանգարող ինչ-որ կետ դառնալ ոճի մեջ։ Այդ վառ դետալները դառնում են գոռալ, երբ քո մասին չեն, երբ քո մասին են, դրանք ուղղակի դառնում են վառ դետալներ, որոնցով դու ինքնաարտահայտվում ես։ Այս դեպքում ինչպես տարբերակել քո ոճը ընդգծելը ինչ-որ մի բանի մասին անդադար գոռալուց։ Նախ դիմացինի արտացոլանքը մեր ներսում եւ ընդհանրապես ոնց ենք ընկալում դիմացինի մեջ, միշտ արտացոլում է մեր վախերը եւ մեր ներսի տարբեր կոչերը, որոնք մենք չենք կարողանում ընդունել։ Այսինքն, եթե դիմացինի մեջ ես տվյալ կետը չեմ ընդունում, դա խոսում է նրա մասին, թե իմ բնավորության որ կետը ես ինքս չեմ ընդունում։ Եվ միշտ տարբեր նկարներով ցույց տալով անձանց, ովքեր գալիս են անհատական խորհրդատվության իմ մոտ, շատ վառ արտահայտիչ կանանց ես ցույց եմ տալիս եւ իրենք մեկ ասում են վուլգար է, մեկ ասում է ինչ լավ է, որ ինքը այսքան վառ է եւ չի վախենում վառ լինելուց։ Դա տարբեր անձանց մեկնաբանություններ են, որոնցից արդեն դու ինքդ հասկանում ես, թե տվյալ անձը ինչքան աշխատանք է տարել, հա, իր վախերի վրա եւ ինչքան չի տարել։ Դա շատ գերագույն սենց մանր կետ է գնում եւ ճչալ մի բանի մասին, որի մասին դու չես,
դա սուտ է, բայց գոռալ մի բանի մասին եւ արտահայտել ով ես դու ներսից, դա արդեն իրական է։ Իսկ իրականը տարբերակել ստից եւ շինծուից բավականին հեշտ է միայն գրագետ եւ ինչ որ մի աստիճանի հասած անձանց, ովքեր տվյալ անձանց նայում են ոչ թե վերևից կամ ներքևից, այլ նայում են հավասարը հավասարից։ Եթե անձը չունի այդ ռեսուրսը, դա միշտ երկու խոսք անց նկատելի է։ Եթե մարդը իրոք ներսից այնպեսին ինչպեսին ինքը արտաքինից ցույց է տալիս, նույն ինքնավստահությունը, նույն իր վարքերպարը, չի վախենում ներկայացնել ինքը ով է, դա կարծում եմ շատ հեշտ է տարբերակել յուրաքանչյուր երկրորդ, երրորդ նախադասությունից հետո։ Բնավորության հստակ ընդգծումները ինչ որ մեկը կարող է անել վառ դետալներով, մեկ ուրիշը կարող է անել ոչ այնքան վառ դետալներով, հա, այսինքն դա եւս կարող է խոսել մարդու մասին, երբ ինքը շատ ընդգծելու կարիք չունի ինչ որ դետալներ։ Երբեմն մենք ոճով կարող ենք հասկանալ, որ մարդը խճճված է։ Դու ինչպես ես կարողանում օգնել այն մարդկանց, որոնք խճճվել են այդ ամեն ինչի մեջ, որովհետև դու կարող ես ինչ որ բան ընդգծել եւ դա լինի քոնը, կարող ես ինչ որ մի բան ընդգծել, բայց դա լինի քո փախուստը։ Շատ հեշտ է տարբերակել, եթե դու կարողանում ես խորանալ մարդուն ներաշխար։ Օրինակ, երբ որ անձը խոսում է իմ հետ, 2-3 նախադասություն հետո ես հարցեր եմ տալի, ասում եմ, ինչ իմացաք։ Վերջերս աշխատեցի մի աղջիկա հետ, ով որ շատ սիրում էր իրեն, իր ներաշխար, իր արտաքինը, բայց ես մի երկու նշույլ արեցի, ասաց, «Վայ դուք ոնց գիտեք, որ ես այդպեսին եմ», այսինքն ասեմ, դուք ավելի վառ եք, ավելի ներսից գույներ ունեք, իսկ ինքը հագնվել էր սև սպիտակ դասականի մեջ, բավականին դասավորված անձնավորության տեսք էր ուզում ինձ հաղորդել։ Բայց այդ ներսի աղջիկը, որը միշտ այդ վառ գույների սիրահարն է ու ուզում է վառ երևա, ինքը ինչ որ միտեղ սպասում է մի օրվան, երբ որ այդ կողպեքը կբացեն ու կկարողանա այդ վառ գույները արտահայտել։ Շատ լուրջ հարց է այստեղ առաջանում, ուր ենք ուզում գնալ եւ ինչի համար, ով ես դու, ինչի մասին ես դու, ու արդյոք հայլու արտացոլանքը, որը դու ես բայն ներկայացնում ես, ուզում ես հետագայում ծառայի իշա քեզ։ Այսինքն ես գիտակցելով, չգիտեմ, որ իմ վառ մազերը կտանեն ես մի կետի, ես դա հատուկ եմ անում, որ ինձ տանեն այդ կետի, թե դա չի ծառայելու ինձ եւ պետք է ինձ շատ լուրջ կերպար ստանալ։ Իսկ խճճվում են, երբ որ չեն հասկանում ուր են գնում եւ ինչի համար են դա անում։ Շատ հաճախ մեր աղջիկները փորձում են երևալ թվալով, երևալ ավելի վուլգար կամ ավելի արտահայտիչ։ Դա շատ մեղմ կետ է, որին պետքա շատ զգուշորեն մոտենալ։ Դա մի հատ նշույլ է, թեկուզ կենթանական բրենդի մասին, ինքը ոճային է դարձել արդեն մի քանի տարի եւ 2026-ին կրկին նորաձևություն է վերադարձել։ Իրենից վախենում են, որովհետեւ թվում է թե վուլգար է երևալու, բայց իրեն կարելի է շատ գեղեցիկ ներկայացնել, որը շատ ոճային կերևա։ Ես ուզում եմ վերադառնանք քո անհատական ոճին։ Ես որքանով նկատել եմ, դու սիրում ես վառ դետալներ ունենալ, եթե ամբողջական լուքդ էլ վառ չլինի, ինչ որ դետալ անպայման պիտի վառ լինի եւ սա էլ եւ քո մասնագիտության եւ քո տեսակի մասին է խոսում։ Բայց Գայան էսպիսիներ դեռ մանկուց, թե մասնագիտությանը զուգահեռ վառ դետալները գրավեցին իր աշխարհը։ Երևի թե 7-8-րդ դասարան էի, ուսուցչուհիներս կարծում եմ կհիշեն, ես դասի էի գնում ջինսով պատառոտած, վարդագույն ալ զուգակուլ բաներով եւ նույն գույնի բլուզ էի կրում ու հաճախ սպիտակ կարմիր համադրություններ էի անում, բայց քանզի սովորում էի կերկերազանց, իրենց դժվար էր ինձ անընդհատ նախատելը եւ ասել, որ այդպես չի կարելի դասի հաճախել։ Իրականում չի կարելի։ Չի կարելի կոպիտ է հնչում, բայց իրականում դասի հաճախում են սև սպիտակ հագնված։ Երևի թե իմ անձը, ով որ եկել է այս աշխարհ, շատ բան ունի եւ իրեն ցույց տալու եւ մարդկանց հենց իր կերպարով ու դա շատ հավասարազոր է իմ ներքինին։ Ես ինքս իմ տեսակով չեմ սիրում կրկնօրինակել, չեմ սիրում նմանվել, սիրում եմ խոսալ մի բան, որը իմն է։ Ու դա ինձ թույլ է տալի իմ ոճով եւ արտաքինով ներկայացնել եւ ինչու՞ չէ ոչ թե գոռալ, այլ ուղղակի լինել այնպես ինչպեսին կամ, որովհետեւ կարծում ես թե հա որ հագնվում ես պետք է անձիկ տեսնեն, գնահատեն, բայց ամենևին իմ աշխատանքի մեջ ինձ շատ քիչ են տեսնում։ Քանզի ես աշխատանքային բնույթով ելնելով շատ քիչ եմ իմ կաղապարից դուրս գալիս, աշխատանքից վայրից, բայց հայլու արտացոլանքը ինձ ներսից տաքություն ու ջերմություն է տալիս եւ այդպես կարծում եմ պետք է անի յուրաքանչյուր աղջիկ, ով որ իրան իր արտաքինով ջերմություն ու տաքություն կհաղորդի։ Գայա իմ գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից քեզ նվեր քարտ։ Իմիջ այլոց դու ժամանակին աշխատել ես Reebok-ում, Seven Stars-ը գործում է հենց Reebok-ինքից, իրենց spa կենտրոնն է, որը
գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, իրենք եվրոպական շատ բրենդերի հետ են աշխատում, պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում, քեզ դեմքի խնամք ենք նվիրել, կարող ես օգտվել, սիրով կօգտվեմ, ամեն կվերհիշեմ։ Ու նաև կվայելես ընթացքը, որովհետև դեմքի խնամքը ոչ միայն օգտակար, այլև ռելաքս պրոցեդուրա է իրենց մոտ։ Զգացված եմ, մեծ սիրով կօգտվեմ։ Շնորհակալ եմ։ Խնամքին պետք է շատ լուրջ վերաբերվել եւ վստահել միայն պրոֆեսիոնալներին։ Seven Star Spa կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ, բացի այդ կենտրոնը համագործակցում է միջազգային լավագույն ապրանքանիշների հետ եւ ներկայացնում է ամենալավ խնամքները, այնպես որ ձեր մաշկի խնամքը վստահեք Seven Star Spa կենտրոնին։ Առողջ գեղեցկություն։ Այս կարգախոսով է առաջնորդվում Seven Stars-ը, որը Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է։ Այն գերհագեցած է ժամանակակից լավագույն ապարատներով, այստեղ խնամքի ծառայությունների ընտրանին շատ մեծ է, իսկ որ ամենակարևորն է, աշխատակիցները բացառապես բժիշկ մասնագետներ են։ Seven Stars-ում բացառիկ կարգով ներկայացված է Հայաստանում միակ Yashidom դետոքս կապսուլան, որի մեկ պրոցեդուրան հավասար է 20 կիլոմետր վազքի։ Առաջարկվող ծառայությունների թվում են նաև հանգստացնող եւ բուժական մերսումներ, շարքօջրային մերսում, հիդրոմերսում, պարուրում, ապարատային մերսումներ, այնպես որ Երևանում վերականգնողական հանգստի գոտի ունենք, ուղղակի տեղը ոչ բոլորը գիտեն։ Կենտրոնը բացառիկ կարգով գործակցում է միջազգային լավագույն ապրանքանիշների հետ, որոնք խնամքի նշաձող են սահմանում աշխարհում։ Մասնավորապես Jarmende կապուչինի ապրանքանիշը, որը Հայաստանում ներկայացված է միայն Seven Stars-ում, ունի սեփական լաբորատորիա, որտեղ միջազգային չափանիշներին համապատասխան ֆորմուլաներ են մշակվում դեմքի խնամքի համար։ Ապրանքանիշը մերսման ծրագրերը մշակում խնամքի միջոցներից յուրաքանչյուրի համար, ինչը ոչ միայն առավել արդյունավետ է դարձնում պրոցեդուրան, այլև այն վերածում ռելաքսի։ Seven Stars առաջարկում է նաև մաշկի խորը խնամք, որն իրականացվում է գերմանական BDR ապրանքանիշով։ Տարիքի դեմ պայքարել ցանկացող, սակայն ներարկումային խնամքից խուսափող մարդկանց համար կենտրոնն ունի էնզիմետ ռադիոհաճախականության ապարատը, որը հնարավորություն է տալիս հարթեցնել կնճիռներն առանց ներարկումների։ Իդեպ Seven Stars-ի բժիշկ մասնագետները յուրաքանչյուր ապարատ կամ խնամքի միջոց կիրառելուց առաջ մանրակրկիտ վերապատրաստում են անցնում տվյալ ապրանքանիշի գլխավոր մասնագետների մոտ, որոնք կենտրոնի հրավերով ժամանում են Հայաստան յուրաքանչյուր նոր պրոդուկտ ներկայացնելուց առաջ։ Սրահի ամենապահանջված ծառայություններից են մատնահարդարումը եւ ոտնահարդարումը, ձեռքերի եւ ոտնաթաթերի խնամքը։ Կենտրոնում կա նաև վարսահարդարման սրահ, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գեղեցկանալ, այլև օգտվել գլխամաշկի եւ վարսերի մասնագիտացված խնամքից, ունենալով առողջ փայլով եւ փարթամ վարսեր։ Seven Stars Spa կենտրոնում խնամքի յուրաքանչյուր ծրագրի ցուցաբերվում է մանրակրկիտ եւ պրոֆեսիոնալ մոտեցում, թե որ խնամքը կընտրվի ձեզ համար որոշվում է բժիշկ կոսմետոլոգի հետ խորհրդակցելուց հետո, այնպես որ կարող եք հանգիստ այցելել այստեղ, իմանալով, որ ձեզ սպասարկելու են միայն պրոֆեսիոնալներ։ Ընտրել ոճաբանությունը, ոչ դիզայներությունը, ոճաբանությունը։ Դու ի սկզբանե հասկանում էիր, որ սա աշխատանք է լինելու այլ մարդկանց դիզայնով, բայց մարդկանց օգնելու մասին, որովհետև տես, հետաքրքիր բան կա, հա, ոճաբանը օգնում է մարդուն տարբեր դիզայնների միջից գտնել իրենը, իսկ դիզայները կարող է շատ հետաքրքիր լուծումներ առաջարկել եւ իր պատկերացումը ներկայացնել աշխարհին։ Այս պարագայում երկուսն էլ մարդկանց օգնում են գտնելու իրենց ոճը, բայց ամեն մեկը յուրովի, որովհետեւ օրինակ դիզայները շատ գեղեցիկ աշխատանքը կարող է որևէ մեկ ուղղակի փչացնել, որովհետեւ դա իրենը չէ։ Ոճաբանը հակառակը, հա, կարող է դիզայներական կամ ոչ դիզայներական, նույնիսկ mass market-ի շատ մասսայական հագուստով ստեղծել կերպար։ Երկուսն էլ օգնության մասն են, բայց տարբեր կետերից։ Ամեն դեպքում, երբ մենք խոսում ենք մանկական երազանքների մասին, մեծ մասամբ ավելի շատ ձգտում են դիզայներ դառնալ, չէ, ոչ թե ոճաբան։ Ես ասեմ, որ դա իմ մանկական երազանքը չի եղել բացարձակ, եւ դա եղել է այն պահին, երբ որ գիտակցորեն հարց է քո մոտ առաջանում, ինչի համար եմ ես ծնվել։ Դա շատ լուրջ հարց է։ Ամեն մեկս մեր մարմնում եւ մեր հոգում ծառայում ենք մարդկանց ինչ-որ մի տարբերակով։ Դու ծառայում ես, օգնում ես մարդկանց ճանաչել իրենց եւ ծանոթացնել մարդկանց, բայց ես ինչի համար եմ ծնվել։ Եվ այդ հարցի առաջ բավականին երկար մտորումների մեջ եմ ես եղել, որովհետեւ
խնդիր չեմ ունեցել Օսման հետ կապված, բացարձակ, այսինքն սովորել եմ մի շատ լավ, բայց չեմ սիրել։ Երբ որ դու մի բան սիրում ես, դու կարող ես 24/7 այդ աշխատանքը տանել եւ չցավա ներսումդ, որ դու հոգնում ես, բայց եթե դու չես սիրում, կարող է բարբերաբար ներսդ ցավալ եւ անընդհատ տուկ-տուկ տալ, որ ուր ես գնում։ Եվ այդ հարցի շուրջ երկար մտածելուց ես հասկացա, որ ինձ իրոք էմոցիա տարի մարդկանց երջանկացնել եմ։ Քանզի ներկա պահին ես ունեմ իմ բրենդը, որի աշխատանքը ներկա պահին իմ մոտ ավելի շատ է։ Այսինքն ինքը պահանջում է երեխայի նման, սենց աստիճան իրեն բարձրացնել, բայց երբ որ ես միայն կատարում եմ իմ բրենդի աշխատանքը եւ դրա հետ համընդհանուր չեմ տալի ընդհանուր կնոջ իմիջը, իմ ամբողջ ներաշխարհում էմոցիոնալ ֆոնը չի բավարարվում։ Այսինքն միևնույնն է իմ անձը երջանկանում է կնոջը ընդհանուր իմիջ տալով եւ տեսնելով իր կերպարի ամբողջական տարբերությունը, այից բեկետ արդյունքը, ես արդյունքի մարդ եմ։ Դու քանի տարեկան էիր, երբ հասկացար, որ քո ճանապարհը սա է։ 18։ Այդ փուլում, երբ ընտրություն էիր անում, ամեն դեպքում քո մեջ չկար ցանկություն դիզայնի ուղղությամբ գնալու։ Իմ ներսում ես միշտ մտածել եմ, որ դեպի դրան գնալու եմ, բայց դրան գնալու ճանապարհը իմ մոտ եկավ բավականին երկար process անց, հա, այսինքն եթե մենք նայում ենք, իմ ճանապարհը չի եղել սենց, որ հասնի այս կետին, ինքը եղել է սենց, այսինքն ինքը ինձ պատրաստել է այդ ճանապարհին։ Իմ մասնագիտական ոճաբանության, հա, այդ թեորիաները, պրակտիկաները, մարդկանց հետ շփումը, որովհետև լինելով անհատ, ով որ շատ քիչ է շփվում մարդկանց հետ, ընտրել եմ մի մասնագիտություն, որտեղ պետք է շատ շփվի մարդկանց հետ։ Ես ինքս իմ տեսակով շատ փակ ազնվորություն եմ եղել եւ այս process-ը ինձ օգնել է կարողանալ մարդկանց հետ շփումը ավելի հեշտ ստանալ եւ հեշտ կարողանալ մարդկանց հետ լեզու գտնել։ Այո, ոճաբանությունը ներկա պահին ինձ օգնում է հենց ստեղծել դիզայներ հագուստների, դառնալ դիզայներ, հա, որպես այդպեսին գայան դառնա դիզայներ եւ ունենա իր բրենդը, բայց կերտելով այն աշխարհը, որը ունեցել եմ ես իմ մոտակա ասեմ 10 տարվա ընթացքում։ Այս պարագայում յուրաքանչյուր ոճաբան միևնույն է վերջում գալիս հանգում է դիզայնին, թե այդպես ասել չենք կարող։ Այդպես ասել չենք կարող։ Երբեմն շատ անհատներ դառնում են, հա, վերապատրաստվում են որպես ոճաբան, մտածում են, որ դա շատ հեշտ աշխատանք է եւ շատ sense թեթև շփման մարդկանց հետ այդ աշխատանքը, բայց ոչ բոլորն են կարողանում դիմանալ այդ տեմպին եւ ոչ բոլորն են կարողանում անցնել այդ этаպները, որովհետեւ մեզ թվում է շատ հեշտ աշխատանք է, հա, sense գնում ես խանութներով, բայց ինքը շատ ծանրաբեռնված աշխատանք է։ Այսինքն դու պետք է մոռանաս, որ դու շատ սիրուն անհատ ես եւ այդ Instagram-ից դուրս այդ սիրուն նկարներից դուրս դու նաեւ կոպիտ ասած բանվոր ես, որ պետք է ամեն օր ծառայի մարդուն եւ ծառայի տվյալ անհատին այնքան, որ ինքը հաճույք ստանա այդ ամբողջ process-ից, այդ ծանր պայուսակները, տոպրակները, այդ լուսադեմին արթնանալը, անքուն գիշերները, նկարանումներին մասնակցելը եւ չհասկանալ երբ նկարանը ավարտվում։ Այո, ի վերջո շոփինգը թերապիա է, թե չէ։ Այ, համալի այսպես ասեմ, եթե ինձ ասեին, մենակ իմ համար, իմ անձի, ոչ թե որպես մասնագետ, ինձ համար երբեք դա թերապիա չի եղել, բայց ես այնպես եմ անում, որ դա դառնա թերապիա իմ հաճախորդների համար։ Մեր խանութները այդ մեծ ընտրությունը տալիս են, որովհետև ես վերջերս մի քանի խանութ էի մտնում, mass market-ի խանութների մասն է խոսքս, որոնք շատ ավելի հասանելի են հասարակությանը, ու այսպես մտնում ես 3 խանութ կա, դե իրականում գիտենք, որ երբ գնում ես ակունքները նույն բրենդին են պատկանում, բայց նույնիսկ նեղություն չեն քաշում, կտորները իրարից տարբեր ընտրել, այսինքն դու մտնում ես 3 տարբեր խանութ ու տեսնում ես, որ փոքրիկ դետալի տարբերությամբ նույն հագուստներն են կամ նույն կտորն է, ինչ որ թեթև տարբերություններով։ Օրինակ, ինձ երբեմն դա զայրացնում է։ Ես փորձում եմ միշտ միքսել, այսինքն mass market-ային հագուստները, որոնք համարվում են բազային հագուստներ, կապսուլան ավելացնել, այսինքն իրեր, որոնք տրենդային են, ոճային են, դրանք ոչ թե մեր խանութներից, այլ ավելի, չգիտեմ, on-line shop-երից պատվերներ անել եւ դրանք փորձել, որ նոր ամբողջ զգեստապահարանը հավաքվի եւ դառնա կապսուլային զգեստապահարան։ Եվ այո, ես քո հետ համաձայն եմ, բայց ասեմ այս պոին մենք ունենք շատ լավ դիզայներներ, հայ դիզայներներ, ովքեր սիրուն ներկայացնում են իրենց բրենդը։ Եվ իրոք յուրաքանչյուր անձ, երբ որ կարողանա գտնել հայ դիզայներների հագուստներից, կկարողանա նաև
հա ներդրում անել ու հայ դիզայներին օգնել եւս մի աճ ապահովել հենց իր գնումով։ Իրականում հայ դիզայներների դեպքում աշխատանքը կրկնակի բարդանում է իրենց համար, որովհետև մրցակցում են տարբեր երկրների, տարբեր գնային սանդղակի հագուստների հետ, մինչդեռ Հայաստանում արտադրելը այդ արդեն բավականին թանկ է, գինը մի քանի անգամ ավելանում է։ Մարդիկ այսպես մտնում են, ուղղակի նետում են, որ հենա կգնամ on-line shop-ից սա կպատվիրեմ մի քանի անգամ ավելի մատչելի, չպատկերացնելով, թե հաճախ դրա հետևում որքան մեծ աշխատանք կա եւ որ ենթադրենք, հա, երկրում, որտեղ չկա կտորի արտադրություն, չի կարելի մրցակցության մեջ դնել մի երկրի հետ, որտեղ կա ամենապարզ բանը կտորի արտադրություն կամ ընտրության հնարավորությունը մեծ է։ Ու այս առումով հայ դիզայներների աշխատանքը բավականին բարդանում է, բայց ամեն դեպքում վերջին տարիներին հայ դիզայներները շատ ավելի հասանելի են դարձել մեր հասարակության համար, քան շատ ավելի տարիներ առաջ էր։ Գիտեք, այստեղ մի խնդիր կա, անհատականության ընդգծելը, որովհետև երբ որ մենք նայում ենք հայտնի բրենդերին, իրենք անում են հագուստներ, որոնք կկարողանան Եվրոպայում եւ տարբեր երկրներում գտնող մարդիկ նույնպես ձեռք բերել։ Իսկ հայ դիզայներների հագուստները կարող են հանել ինչ-որ X քանակի collection եւ այդ քանակի հագուստները վաճառվեն եւ նորից չկրկնվեն։ Շատ անձիկ հենց այդպեսին են ցանկանում եւ եթե կարողանում են այդ տարբերակը ձեռք բերել, իրենց հարմար է անհատականությունը հենց այդ տարբերակով ընդգծել։ Այո, շատ իրավացի է, որ Հայաստանում արտադրությունը եւ բնականաբար նաեւ ուղակի, հա, մի կտորի համար ֆինանսը, որը մենք ծախսենք անում, հավասարազոր չի այն երկրներին, որոնք ունեն արտադրություն եւ բավականին ծավալային արտադրանք են հանում։ Բայց ինձ թվում է ժամանակ կգա եւ մենք կկարողանանք դա ունենալ։ Ուղղակի դա շատ մեծ աշխատանք է իրենց մահաճում եւ ամեն դիզայներ, ամեն անհատ պետք է իր վրա աշխատելով, իր բրենդը զարգացնելով հասցնի տվյալ մակարդակին։ Ընդհանուր առմամբ բոլորին խորհուրդ տալը մի փոքր դժվար է, որովհետեւ ոճը անհատականության մասին է։ Բայց ամեն դեպքում մենք ոճաբաններից, դիզայներներից միշտ ակնկալում ենք ընդհանուր խորհուրդներ։ Ինչ հիմնական կետեր կան, որոնք դու կնշես սեփական ոճը գտնելու ճանապարհին որպես կարևոր կետեր։ Ամենակարևորը չվախենալ առաջ գնալուց, չվախենալ թողել անցյալը անցնել առաջ, հասկանալու, որ այս կյանքում դու բոլորին չես կարող գոհացնել եւ անպայման չի քո արտաքինը գոհացնի քո շրջապատին, այլ ամենակարևորը գոհացնի ինքդ քեզ ու քո եսը։ Երրորդ, ժամանակ տրամադրել դրան։ Դա չի լինում միանգամից։ Դա լինում է X ժամանակ անց, երբ որ կարողանում ես լիարժեք հասկանալով ես դու, ինչի մասին ես դու եւ ներսի բնավորության գծեր արտացոլել արտաքինում։ Շատ կարևոր է, հա, այդ հոգեբանական կողմից սկսելը, բայց երբ մարդը սկսել է հոգեբանական կողմից ու խճճվել է ընտրությունների մեջ, այսինքն ամեն դեպքում գալիս են նաև նյութական ընտրությունները, երբ ինքը ներքին աշխատանքը անում է կամ անելու process-ի մեջ է։ Այդ դեպքում ինչպես է պետք առաջնորդվել։ Այս դեպքում միանշանակ խորհուրդ կտամ նախ մասնագետին դիմել, բայց բոլորը դրա հնարավորությունը չեն ունենում, չէ՞։ Համաձայն եմ, լիարժեք համաձայն եմ, բայց ըստ իս երբ որ անձը իր համար ապրում է վերելքային էտապներ, ինքը կարող է նյութական վերելքներ ապրել։ Երբ որ դու ինքդ քո համար ժամանակ եւ ռեսուրս ես տրամադրում, X քանակի, դու կարողանում ես քո անձին գոհացնել եւ դա պահանջում է արդեն աշխատանք նոր քո առաջ ճանապարհներ բացելուն։ Բայց եթե շատ երևակայելից եւ եթերային չնայենք, հա, գոնե 1-2 ժամ շաբաթվա մեջ տրամադրել եւ գնալ փորձել X քանակի տաբատներ, X քանակի բլյուզներ եւ հայլու առաջ ոչ թե կանգնած նայել, այլ նկարել քո ամբողջ հագած լուքերը, գոնե 10 լուք ունենալ, բլյուզները, տաբատները նկարել, գնալ տուն նոր նայել, որովհետեւ երբ որ հայլու առաջ կանգնում ես, էմոցիոնալ ֆոնը նույնը չի լինում, քան նկարի մեջ, երբ որ կարողանում ես սառը էմոցիաներով դատել քո կերպարը եւ որ իրն է քեզ ավելի համապատասխան, դա ավելի հեշտացնում է։ Ու նաեւ ճանաչել քո մարմինը։ Միանշանակ եւ չվախենալ յուրաքանչյուր մարմնի կետ սիրել եւ հասկանալ, որ դա դու ես եւ քո մարմինը ծառայում է քեզ, իրեն չքննադատել։ Ես միշտ ասում եմ, դուք ինչ եք քննադատում ձեր մարմինը, որովհետեւ հագնվում են, ասում են, ես գիրացել եմ, 10 կիլո պետք է նիհարեմ, չեմ կարողանում ինձ հայլու առաջ նայել, ախր դա էմոցիաները, որոնք ինը ապրում է։
Դա ապրումները, որոնք դու չես կարող թաքցնել, իսկ մեր մարմինը դա պետք է ապրի։ Երբ որ էմոցիան ապրում է, հետո մարմինն է ապրում, չէ՞, իսկ դա չի կարող ուղղակի լինի։ Դու պետք է գնահատես սիրես, որ ինքը շուտ կառնա բաց թողի։ Երբ որ դու չես սիրում իրան ու անդադ քննադատում ես, պատկերացեք մի երեխայի անդադ քննադատես։ Ինքը նույն բանը կսկսի անդադ անել նորից, այն անկարգ երեխեքի նման, հա։ Իսկ եթե սիրելով ես անում, բացատրելով ես անում, ինքը այդ этап ավելի հեշտ է անցնում։ Եվ ի վերջո, երբ քեզ սիրում ես, քո մասին հոգ տանելով ես սկսում փոփոխություններ անել, որոնք եւս նորմալ են, բայց նորմալ են, երբ ոչ թե ինքնակննադատությունից են գալիս, այլ ինքդ քո հանդեպ հոգատարությունից, բայց մենք մի նուրբ կետի ենք գալիս, հա, ժամանակակից իրականության մեջ շատ է խոսվում body positive-ի մասին եւ body positive-ի մեկնաբանությունները շատ տարբեր են լինում, ընկալումներն էլ են տարբեր լինում, այսինքն հոգ տանել քո մասին եւ սիրել քեզ ցանկացած պարագայում շատ կարեւոր է։ Սիրելով քեզ հոգ տանել նաև քո առողջության մասին եւս շատ կարեւոր է։ Չվախենալ, ենթադրենք, հա, հագնել լողազգեստ եւ չկոմպլեքսավորվել այնքան, որ եթե քեզ վրա ինչ-որ բան դու դեռ պիտի փոփոխես, դու չխուսափես ամռանը լողավազան գնալուց, սա կարեւոր է։ Բայց միաժամանակ, երբ մենք խոսում ենք մարմնին համապատասխան հագուստ ընտրելու մասին, կան մարդիկ, որոնց նայում եմ ու հասկանում եմ, որ ինձ համար body positive-ի վառ օրինակ են իրենք, որովհետև այնքան են սիրում իրենց, որ կարողանում են մաքսիմալ գեղեցիկ ներկայացնել, եւ սա ոչ թե խաբեության մասին է, այլ քեզ այնքան սիրես, որ կարողանաս քեզ ամենաճիշտ ռակուրսից տեսնել։ Եվ մյուս կողմից ժամանակակից քարոզների մեջ շատ են, հա, որ ուշադրություն մի դարձրու ով ինչ կասի եւ այլն եւ այլն։ Այս պարագայում բալանսը որն է։ Ենթադրենք, եթե մենք տեսնում ենք ինչ-որ մարդու, որը հագել է ակնհայտ մի բան, որը իր մարմինը գուցե այս պահին իրեն թույլ չի տալիս։ Խոսքս այնքան նուրբ կետ է ուզում մաքսիմալ ճիշտ ձևակերպել, խոսքս ոչ թե սահմանափակումներով ապրելու մասին է, այլ եթե դու ունես X եւ Y ընտրություն, այդ ընտրությունը հոգուտ քեզ անելու մասին է։ Շատ ժամանակ ես էլ մեկնաբանություններում իմ խորհուրդները տալիս լսում եմ, ասում են ինչի թաքցնել body positive կա, շատ գրագետ են վերաբերվում եւ շատ բաց են վերաբերվում յուրաքանչյուր տարբերակի կնոջ ընտրության։ Երբ որ դա չի գնում ի վնասում իրենց առողջությանը եւ ի վնասում իրենց ներաշխարհին։ Երբ որ դա ամեն ինչ առողջ է եւ քաշի ավելացումը եւ ընտրությունները, այդ ամեն ինչ արվում է առողջ մակարդակի վրա, միանշանակ խնդրեմ։ Ի վերջո մենք հանգում ենք մի փաստի, որ աչքը շոյում է գեղեցիկը։ Աչքը շոյում է, երբ որ համահունչ է ամեն բան, ու դա բացարձակ էական չի։ Դու 10 կիլոգրամ ես ավել, թե 20 կիլոգրամ ես ավել կամ անգամ ավել չես։ Կարևորը որ դու քո կառուցվածքը, քո մարմինը եւ տեսակդ համահունչ ես ներկայացնում։ Եվ ես քո հետ որպես մասնագետ կարող եմ ասել, որ լիովին համաձայն եմ, կարելի է ընտրել մի փոքր այլ բացվածքով, հա, կամ մի փոքր այլ կտրվածքով, բայց ավելի գրագետ ներկայացնել կառուցվածքդ եւ քո աչքն է շոյում, հայլու առաջ կանգնած եւ արդեն, չգիտեմ, թե կոմպլիմենտներն ես այլ ստանում, թե կողքից էմոցիաներն են այլ քո անձի նկատմամբ լինում։ Այստեղ եւս երևի թե գործ ենք ունենում հոգեբանական կողմի հետ, որովհետեւ երբեմն հասարակությամբ ոչ կոռեկտ մեկնաբանությունները դիմացինին ստիպում են հակադրվել, հա, այսինքն ձևավորվում է պայքար, որի արդյունքում մարդը կարող է անել ընտրություն, որը եթե իր մեջ այդ պայքարը չհասունանար, ինքը գուցե չաներ, գուցե այլ տարբերակ ընտրեր։ Այս դեպքում ինչպես է պետք աշխատել մարդկանց հետ, որպեսզի այդ պայքարը չձևավորվի, այսինքն մարդը հասկանա, որ ինքը աշխարհի դեմ պայքարելու խնդիր չունի, ինքը ուղղակի ապրելու խնդիր ունի ինքն իր համար առաջին հերթին։ Դժվար հարց է տալիս, որովհետև շատ անձանց մոտ հենց այդ խնդիրը առաջանում է մանկուց, որովհետև մենք պայքարում ենք մեր ծնողներին ապացուցելու, պայքարում ենք մեր այն անձանց, ովքեր մեր կյանքում կարևոր են, իրենց ապացուցելու, որ մենք ավելի լավն ենք կամ ինչ-որ X պատճառներով մեզ այլ կերպ ներկայացնելու, հենց մեր արտաքինը խաբուսիկ ցույց տալու, բայց ինչ-որ մի կետի տարբեր ապացույցներով իրենց ներկայացնելու, որ մենք այսպեսին ենք եւ մենք անում ենք այնպես, ինչպես մենք ցանկանում ենք։ Դա շատ նուրբ կետ է, ապացուցելով ապրելը վնասում է մեզ։ Ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը միևնույն է, յետագա
գալիս դեպի պատասխան, որ դու վերջում քո հայլու առաջ կանգնում ես եւ քո փակ տարածքում մնում ես մենակ, ու դու հասկանում ես, որ դու հենց իրոք այդպեսին չես, ինչպեսին դու ներկայացնում ես։ Եվ արդյոք այդ պատասխանին դու կդիմանաս ու քո հոգին կդիմանա, թե նորից նույն բանն ես անելու։ Շատ հաճախ մարդիկ հասնում են գիտակցության մի մակարդակի, որ բավականին երկար տարիներ խաբելով, ու ապացուցելով, որ իրենք կարող են կամ իրենք այդպեսին են, շատ ուշ են կարողանում այդ պատասխանը գտնել եւ հասկանալ, որ դրանք զուտ խաբեության միջոցներ են, իրենց այդ պահին ուղղակի կարողանալու պահելու եւ վախեր ունենալով այդ համոզմունքի առաջ աշխատելու։ Ամեն մեկը պատրաստ չի պատասխան տա եւ աշխատի տվյալ վախերի ու համոզմունքների վրա եւ չփորձել ապացուցել, չփորձել ինչ-որ մեկին ներկայանալ կամ ներկայացնել այնպեսին, ինչպեսին դու հակասում ես իր պատասխան եւ ուզում ես ուժեղ երևալ, կամ ուզում ես ավելի վառ երևած, որ ասես չէ, ես կարող եմ, Այդ շատ նուրբ կետ է, որ քո անձը այստեղ միևնույնն է, նորից եկանք նույն փաստի առաջ, որ դու կմնաս մենակ, բայց պատասխանը դու ինքդ քեզ ոնց ես տալու։ Դա շատ բարդ է։ Ձեր հարսանիքի օրը, ձեր կերպարը, անհատականությունն ու իրական տեսակը ընդգծելը եւս շատ կարեւոր է, որովհետեւ դուք պատմելու եք ձեր մասին։ Հարսանեկան զգեստի ընտրությունը այս առումով ամենանուրբ ընտրությունն է, այնպես որ եթե դուք նախահարսանեկան աժիոտաժի մեջ եք, անպայման այցելեք White Agent հարսանեկան զգեստների սրահ, որտեղ կան բազմաթիվ զգեստներ աշխարհի առաջատար բրենդներից, եւ եթե նույնիսկ դուք արկա տեսականոց չկարողանաք ընտրություն կատարել, White Agent-ը կարող է ապահովել ձեր երազանքների հարցից զգեստի ներկրումը Հայաստան, այնպես որ այստեղ այցելելը պարտադիր է, եթե դուք պատրաստվում եք ձեր երազանքների օրվան։ Դե հիմա ասեք, կպատկերացնեք, որ այս շքեղ եւ յուրահատուկ լուծումներով հարսանեկան զգեստը հայկական Վենա Ամարիս բրենդից է։ Այո, սա հայկական բրենդ է, որը կարվում է արտերկրում եւ հիմնադրել է White Agent հարսանյաց զգեստների սրահի հիմնադիր Լիաննա Արզումանյանը, երկար տարիներ աշխատելով հարսանյաց զգեստների համաշխարհային տարբեր բրենդների հետ։ Վենա Ամարիսի տարբերվող տեսականին ձեզ հաստատ անտարբեր չի թողնի, սակայն White Agent-ում ներկայացված են ոչ միայն այս, այլև համաշխարհային առաջատար բրենդների հարսանյաց զգեստները։ Ընդ որում դուք այստեղ կարող եք ընտրել ձեր երազանքների հարսի զգեստը եւ եթե այն նույնիսկ արկա չէ, White Agent-ը կապահովի դրա ներկրումը Հայաստան հատուկ ձեզ համար։ White Agent-ը հայկական շուկայում է արդեն 11 տարի եւ շահել է իր հաճախորդների վստահությունը պատասխանատու մոտեցման ու հարսիկների հանդեպ հոգատարության շնորհիվ։ Սրահն ունի շատ մեծ առավելություն, այստեղ չկան բաց կամ փակ ամրագրումներ։ Այն զգեստը, որն արդեն ամրագրված է, որևէ մեկը չի կարող տեսնել կամ փորձել։ Միայն այս մոտեցումն արդեն խոսում է այն մասին, թե White Agent-ը որքան պատասխանատու է մոտենում իր հաճախորդներին։ Եթե զգեստը մեծ կամ փոքր է, սրահի մասնագետները կկատարեն համապատասխան կարում եւ ճշգրտում, կարծես ի սկզբանե զգեստը կարված էր հատուկ այդ հարսիկի համար։ Սրահը ներկայացնում է աշխարհահռչակ 50 բրենդի զգեստները Հայաստանում։ Խանութում արկա է ավելի քան 300 մոդել զգեստ։ Բացի այդ, հաճախորդները հնարավորություն ունեն պատվիրելու իրենց երազանքների զգեստը, անգամ եթե այն արկա չէ։ Դե իսկ Լիաննայի ստեղծած Վենա Ամարիս բրենդը, որը սիրո եւ երազանքի մասին է, թե որակով, թե դիզայնով չի զիջում համաշխարհային բրենդների զգեստներին։ Այս անգամ իմ փորձած զգեստներից 3-ը հենց Վենա Ամարիսից էին։ Ընտրեցի, հագա, սիրեցի, պարզվեց բոլորն այս բրենդից են։ Լիաննան խնդրեց գոնե 2 զգեստ էլ այլ բրենդներից ընտրել։ Դուք չգիտեմ, բայց ես այս զգեստները փորձելուց հետո հարսանիք ուզեցի։ White Agent-ում հարսանյաց զգեստների ընտրանին այնքան մեծ է, որ եթե դուք նախահարսանեկան աժիոտաժի մեջ եք, հաստատ այստեղ կգտնեք ձեր երազանքների զգեստը։ Ընդ որում այստեղ կա մի մեծ առավելություն։ Գնառաչարկը բավականին լայն է։ Հարսանյաց զգեստների արժեքը սկսվում է 150,000 դրամից եւ հասնում է իհարկե միլիոնների։ Սակայն դուք եք ընտրում, թե որ գնային կատեգորիայում եւ ինչ զգեստ եք ուզում կրել։ Գիտես, մի հետաքրքիր բան եմ նկատել։
նորաձևությունը որքան անհատականությունը ընդգծելու, նույնքան էլ երբեմն անհատականությունը կորցնելու ճանապարհ է դառնում։ Մենք տեսնում ենք որևէ բան թրենդային է եւ որոշում ենք, որ դա պիտի լինի մեր առանց հասկանալու դա մերն է թե չէ։ Թրենդներ, հակաթրենդներ, իհարկե դու չես կարող աշխարհից կտրված ապրել, այսինքն սա նույն հասարակական էակ լինելու մասին է։ Ինչ որ բաներ դառնում են թրենդային, աչքդ շոյում են, նույնիսկ մի բան, որ քեզ դուր չէր գալիս, մեկ էլ նկատում ես, որ սկսեց քեզ դուր գալ, որովհետեւ գեղեցիկ համադրություններ այնքան ես տեսնում, աչքդ սկսում է շոյել։ Ինչ որ մի բան դառնում է հակաթրենդային, ժամանակի հետ կարող է քո զգեստապահարանից էլ դուրս մնալ, թեպետ ժամանակին քո ամենասիրելի հագուստներ։ Բայց այս ամեն ինչի մեջ երբեմն կարող են լինել նաև թրենդներ ու հակաթրենդներ, որոնք դու պարզապես չես կիրառում, որովհետև դու անհատականություն ես, ենթադրենք հասկանում ես, որ այս թրենդը քո մասին չէ, քեզ համար չէ, կամ այս հակաթրենդը միևնույն է, դու կարողանում ես գեղեցիկ մատուցել։ Բայց այստեղ ինչպես է պետք կողմնորոշվել, որովհետև երբեմն տեսնում ես մարդկանց ենթադրենք կախվածությունը պիտակներից ու հասկանում ես, որ այդ թրենդները անհատականության մասին չեն, պիտակների մասին են։ Խոսեմ մի քիչ մասնագիտորեն, երբ որ մենք վերլուծում ենք ինչ ընդհանրապես ոճը, ինչի մասին է, երբ որ 100% բաժանում ենք, գալիս է, որ 60% անձն է բնավորությունը։ Օրինակ, ես կանացի եմ իմ տեսակով նոր գույներ եմ սիրում եմ եթերային դետալներ, 30%-ը գալիս է այն հասարակությունը, որտեղ դու բնակվում ես, քո շրջապատը, իրողությունները, որոնք կատարվում են, եւ 10% արդեն գալիս է, թե որտեղ թե ուր ես դու գնում, քո ճանապարհը եւ քո նպատակը, եւ այդ ամբողջ 100%-ի մեջ, երբ որ դու կարողանում ես պատասխանել հարցերին, քեզ ավելի համապատասխան է լինում վերլուծել տրենդները եւ հասկանալ այդտեղից որն է քո ընտրությունը գալիս։ Օրինակ, եթե դու տեսակով ավելի նուրբ ես, ավելի եթերային եւ այս բանին եկել է նորաձևություն հենց կենթանական պրինտերը, օրինակ Tiger print-ի փոխարեն կարող ես ընտրել զեբրան, որը ավելի վարդագույնի կամ սպիտակի հետ համապատասխանացնելը քեզ ավելի հեշտ է լինում։ Մաղացա ոնց է ալյուրը, որ աղում են, այսինքն միևնույնն է քո միջով անցկացնելը, հասկանալ, օրինակ, չգիտեմ, դու բազային զգեստապահար ունես, սպիտակ վերնաշապիկ ունես, սեֆտաբատ, որ արդեն քո զգեստապահարանում կա, մի թրենդային իր ընտրել, որ ասենք 10-ից ընտրել։ Այս բային շատ ակտուալ է նաև western ոճը, cowboy style-ը, բայց քեզ ներդաշնակ չի, օրինակ դու կոպիտ ես զգում։ Հաջորդ թրենդը գալիս է կիփյուրը եւ ավելի ատլասային զգեստերը։ Դա կարող ես ինչ-որ մի դետալ մտցնել քո զգեստապահարան, ընտրում ես, ընթերցում ես, կարևորը կարողանալ ետ չմնալ եւ ընթերցել ու հասկանալ ինչն է նորաձև, տվյալ ինֆորմացիային կարողանաս տիրապետել, նոր հետո ընտրես քոնը, բայց չինֆորմացված լինելն էլ դուրս է գալի, որ դու ետ ես մնում этаպներից։ Ու նույնը գալիս է յուրաքանչյուր ոլորտում, հա, նույնը ճարտարապետության մեջ, նույնը յուրաքանչյուր ոլորտում ինֆորմացիա ունենալը կարևոր է, բայց տունդ ոնց կզարդարես։ Նույնը մեր մաշկի նման է ոճը։ Մենք պիտի հասկանանք, հա, ընտրելիս մեր մաշկին համապատասխանա, թե համապատասխան չի տվյալ իրը, որը կօգնի չշեղվել իրականությունից, ոտքերը ամուր դնել հողի վրա, բայց էլի եմ ասում, սա բարբերաբար աշխատանքը, անընդհատ ամեն этаպում էմոցիոնալ ֆոնից վերականգնվելուց հետո նորից աշխատանք ես կատարում։ Մենք խոսում ենք թրենդներ, հակաթրենդներ, սա կարելի է կիրառել, սա չի կարելի կիրառել, բայց երևի թե ժամանակի ամենամեծ հիվանդություններից մեկը պիտակներից կախվածությունն է։ Երբ մարդկանց համար կարևոր է ոչ թե ոչ ունենալը, այլ պիտակ ունենալը։ Մի կողմից ձևավորվում է մարդկանց մեջ երազանք, ինչ որ պիտակներ իրենց զգեստապահարանում ունենալու եւ բրենդները շատ մեծ գումարներ են ներդնում այդ երազանքը մարդկանց մեջ ներդնելու համար։ Մյուս կողմից որքանով են մարդիկ այդ պիտակների մեջ ընդգծում իրենց ոճը, որովհետեւ պիտակներն էլ երբեմն դառնում են mass market։ Անկախ իրենց գնից։ Ահա, պիտակները չպետք է դառնան քո ինքնագնահատականի ինչ որ մի կետի ընդգծում, դա դու պետք է դառնաս այդ մակարդակի, որ դու կարողանաս ձեռք բերել պատմություն ունեցող բրենդից ինչ որ մի իր։ Յուրաքանչյուր բրենդ ունի պատմություն կերտած եւ իր հագուստի արժեքը ոչ թե կախված է զուտ միայն որակից, այլ իր պատմությունից, ինչքան ժամանակաշրջան է անցել մինչև այդ հագուստը հասել է հենց տվյալ դարաշրջան եւ դու կարողանում ես ձեռք բերել կամ ընդհանրապես ձեռք չբերել։ Դա պետքա լինի ապրելակերպ։ Դա չպետքա դառնա ինչ որ ներկայացնելու կամ ինչ որ ցուցադրական մի ելևէջներ։ Դրանք պետք է լինեն զուտ դետալներ, որոնք քո ընդհանուր կերպարը կընդգծեն։ Անձիկ կան, որ շատ լոգոներով իրեն են սիրում կրել տվյալ բրենդերի, շատ ժամանակ իրենք ուզում են բղավեն, որ իրենք ասել են այդ մակարդակի, որ կարողանում են տվյալ բրենդը կրել։ Ու հուսամ դա իրոք օրիգինալն է, որտեղ այստեղ էլ շատ ժամանակ ես բանավիճում եմ այն փաստի շուրջ, որ պետք չի խաբել
թե ով ես դու եւ ընդհանրապես ինչի ես դու գրում մի բան, որը խաբեությանը, հա, դա իսկական չի։ Այստեղ գալիս է իրական լինելու գաղափարը։ Լինել իրական, չխաբել, չխաբնվել, համար առաջին ինքդ քեզ։ Ես կուզեմ, որ ամեն անձ հասկանա, որ ինքը իր ներսից, երբ որ աճում այն մակարդակի, որ ինքը կարողանում է տվել բրենդը ձեռք բերել իսկական խանութից, այդ էմոցիան լյուքս կոպի հետ երբեք չես կարող փոխարինել ու դնել աստիճան, որ դու հասնես այդ էմոցիային, որ կարողանաս դա ձեռք բերել եւ հասնել այդ մակարդակին, դա այնքան բանի մասին է խոսում։ Բայց դա քեզ համար օրինակ կարևոր է բրենդ գրել։ Իմ համար կարևոր է, որ ես կարողանամ իմ ապրելակերպը դարձնեմ այնպեսին, որ ես այն ինչ որ ուզում եմ ձեռք բերեմ, կարողանամ հանգիստ ձեռք բերեմ, ինքս ինձ չխաբեմ։ Ու ես երբեք ինձ չեմ խաբել բրենդերի առումով։ Եթե ես կրել եմ, ապա միայն կրել եմ օրիգինալը։ Դա ինձ երբեք ինքնավստահություն չի տվել, կամ հակառակը ինձ ինքնավստահություն խնդիր չի առաջացել, որ ես բրենդեր չեմ կրել։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Այս սեզոնի հիմնական տրենդներն ու հակատրենդները որոնք են։ Գալիս են պաստելային գույներին փոխարինող ավելի վառ եւ ավելի լիքը գույներ, այսինքն պրիգլուշոնի ասվածը, որը ավելի պաղած գույներն են, որ ավելի մոխրագույնի երանգներ ունենալ իրենց մեջ են, ավելի վառը։ Գալիս են նորաձևության մեջ կապույտը, կանաչը, մարմնագույնին փոխարինում են մոխրագույնի վառ երանգները, ավելի արտահայտիչ երանգները եւ միանշանակ հենց կենթանական պրինտերի մեգա տրենդն է գալիս, ու երբ որ մաս մարքետ մտնում ենք, չենք հասկանում ինչի, բայց միանգամից առաջին ֆոնին հենց տվել պրինտերով հագուստներն են եւ դրան համընթաց գալիս են ատլասի զգեստները, ներքնազգեստ հիշեցնող հագուստները նորից վերադարձան նորաձևություն, որը շատ սիրում եմ, երբ որ օգտագործում են բաճկոնների տակից, կոստյումների տակից, այսինքն երկու տարբեր ոճերի խառնուրդ են կանում, հա, ուժեղը նուրբի հետ համընթաց շատ գեղեցիկ է նայվում, շատ սիրուն է նայվում դենիմը ու դա միշտ է նորաձևության մեջ եւ այո, կապույտի բոլոր երանգները կրկին նորաձևության մեջ են։ Փոխարինող եկան կարմիրի ընդհանուր կերպարին, առաջ եթե շատ նորաձև էր full կարմիր հագածա, total look-ը, այս պահին կարմիր ակցենտները։ Կարա լինի կարմիր պայուսակ, կարա լինի կարմիր կոշիկ կամ կարմիր բրոջ, բայց ոչ ընդհանուր կարմիրը եւ կանաչի ավելի բաց երանգները, բայց որ տաքություն ունեն իրենց մեջ, ոչ թե մոխրագույն դեպի գնացող, այլ դեպի դեղին գնացող երանգները։ Պաստելային այս դարաշրջանին փոխարինում է վառ դարաշրջանը, ու մենք մեխանիկորեն արդեն սկսելու ենք այդ ամենի ինտեգրել մեր զգեստապահարան, որովհետեւ շատ հետաքրքիր է, մենք նույն կենթանական պրինտները ժամանակ առաջ, եթե երբեմն նույնիսկ ծաղրի թեմային, հետո սկսում են մարդիկ այնպես կիրառել, որ իրենք էլ չեն հասկանում ինչպես այդ փոփոխությունները եղավ։ Իրականում ինչ որ մեծ սխեմա է աշխատում այս ազդեցությունների համար, թե մարդիկ ուղղակի մեկը մյուսին տեսնելով ինչ որ գեղեցիկ աչք շոյող համադրություններ տեսնելով մեխանիկորեն ընկնում են այդ գծի մեջ։ Երբ որ նորաձևության ցուցադրությունները տեղի ունենում, հատուկ առանձին թիմ կա, որը նստում է եւ հատիկ-հատիկ գրի են առնում այն տրենդերը եւ այն գույները կամ պրինտերը, որոնք կրկնվում են նորաձևության ցուցադրությունների ժամանակ։ Եվ առանձնացվող վերնագրերը արդեն գնում է, չգիտեմ, տվել պրինտը կրկնվեց եւ տվել դիզայները տվել է, հա, ինչ որ մի նշույլ, որ այս կարող է նորաձևության տրենդ հանդիսանալ եւ այդ գրի առած տրենդները հետագայում ֆեշն բլոգերները իրենց էջերում եւ իրենց կերպարներում սկսում են տարածել, բայց միևնույն ժամանակ կարող է լրիվ հակառակը լինել, ինչ որ մի անձ մի իր գրելով, բայց էլի դիզայների միտքն է լինում, այսինքն տվյալ դիզայները իրը գրելով ինքը բերում է նորաձևություն եւ թեկուզ որ մենք տեսնում ենք նորաձևության ցուցադրությունների ժամանակ հենց այնպես յուրաքանչյուր իր չի ընտրվում, թեկուզ աստղերը որ գնում են տվյալ հագուստով, դա հետագայում դառնում է, չգիտեմ, եթե 2026 թվականի նորաձևության տրենդերն ենք նայում եւ ցուցադրությունները, դա հիմա է ակտուալ, իսկ 2025-ին ամեն բան ավելի առաջ է, մենք կրում ենք ինչ որ X ժամանակ հետո։ Ամեն դեպքում մեծ սխեմաների արդյունքում ազդում են մեր ենթագիտակցության, ապա գիտակցության վրա։ Այո, որովհետեւ սխալ չի, երբ որ առաջին 3-4 վայրկյանին մենք տեսնում ենք պատկերը
Հետո նոր արդեն ընկալում ենք, եթե խոսք կա խոսքը, հետո նոր անձին, դա շատ լուրջ գիտականորեն ապացուցված է։ Իսկ այս սեզոնի հակատրենդները որոնք են։ Հակատրենդները մաքսիմալ շատ կաշվե հագուստներն են, այսինքն շատ կաշվե հագուստ միանգամից կրելը, շատ միատոն կերպարներ ունենալը նույն վառ գույնի մեջ, ցանկալի կլինի այդ վառ գույնի մեգատրենդը տեղափոխել ավելի շատ դետալների եւ փորձել մաքսիմալ գունային հետաքրքիր կոնտրաստային լուծումներ անել։ Թեկուզ մանուշակագույնը համադրել կանաչի հետ, կապույտը դեղինի հետ, այսինքն հետաքրքիր համադրություններ անել, չվախենալ միատոնը միայն կրելուց, այլ փորձել գունային հետաքրքիր լուծումներով ներկայացնել մեր անհատականությունը։ Այստեղ հարց առաջանում, արդյոք մի դետալ ավելացնես միանգամից, թե գույնը ավելացնես։ Օրինակ, անձիկ կան, ովքեր շատ սիրում են առօրյայում ու աշխատում են այնպես, որ իրենց առօրյան ավելի շատ հստակ դասավորված է, սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ։ Եվ եթե սկսել են սիրել մանուշակագույնը, ավելի լավ է, չգիտեմ, փորձեն պայուսակից կամ փորձեն ակնոցից։ Ինչ որ մի դետալ ավելացնեն իրենց կեստապարն, հետո նոր ռիսկի դիմեն մնացած ավելի մեծածավալ գնումներ անելիս։ Ըստ իս ամեն մեկին մանուշակագույնին չի սազում։ Իմիջիայլոց շատ սազում է շագանակագույն աչքեր ունեցող աղջիկներին եւ ավելի մուգ երանգներ ունեցող աղջիկներին կոնտրաստային ավելի վառ մանուշակագույնն է սազում։ Հետաքրքիր մի կետի եկանք սազելուն։ Սա երևի թե ոճի մեջ ամենակարևոր կետն է, հասկանալ թե քեզ ինչն է սազում։ Եթե թույլ տաս, ես կուզեմ քո օրինակով խոսենք։ Այ քեզ տեսնում ենք միշտ ոճային հետաքրքիր։ Քեզ ամեն բան սազում է, թե դու կարողանում ես ճիշտ ընտրություն անել եւ քո բնավորությունը ճիշտ մատուցել հագուստով։ Նախ շնորհակալ եմ, բայց ինձ միշտ ասում են քեզ ամեն սազում է։ Ախր դա բնավ այդպես չի։ Ես ուրեմն մի օր նստել եմ վարձահարդարման է, ասի եկեք իմ վարձերը փոխեք ոնց ուզում եք։ Չգիտեմ ինչ որ սանրված քարեցին ու տեսամ որ լրիվ ես կորա, այսինքն գայը կերպարը ինչպիսին է, ինքը լրիվ ուրիշ ձև մատուցվեց ու լրիվ այլ արտաքին ունեցա ու այդ էմոցիոնալ ֆորմը ես որը տալիս եմ իմ կերպարով լրիվ փոխել այլ էմոցիայի դրա համար իմ ամեն դետալ ընտրված է մաքսիմալ այն էմոցիային որը ես ուզում եմ ստանալ ինձանից եւ որը ցանկանում եմ հայլու առաջ նայելիս միանգամից այդ էմոցիան հետ ստանալ դրա համար ինձ բացարձակ ամեն ինչ չի սազում ինձ սազում են շատ հստակ ընտրված եւ կտրվածքներ եւ գույներ, որովհետեւ եւ իմ մարմինը եւ իմ հասակը եւ նաեւ քաշը պահանջում են մաքսիմալ ուշադրություն։ Եվ եթե Աստված ինձ թվում է ինձ ընտրել է մաքսիմալ ամենաբար տարբերակը, որ ես ավելի հեշտ կարողանամ մյուսների հետ աշխատել։ Գայա, իսկ ինքդ քո ոճը գտնելու ճանապարհին ինչ սխալներ ես արել։ Շատ սխալ էի հասակս ցույց տալիս։ Ես այն համարվում եմ որպես այդպեսին ցածրահասակ, հա, եթե մենք գնում ենք մինչև 62 հասակ ունեցող աղջիկներին, եւ դրա մասին շատ սիրում եմ խոսել, որովհետեւ շատ գրագետ եմ ներկայացնում իմ հասակը։ Ու երբ որ նայում եմ բարբերաբար իմ Instagram-յան նկարներում եւ հետո առնչվում են, ասում են մենք ձեզ չենք պատկերացնում այսպեսին, ասեմ շատ գրագետ եք ձեզ ներկայացնում, ասեմ այո, որովհետեւ մասնագիտությունս է թույլ տալիս եւ շատ բարբերաբար սխալներ էի անում, մինչև մասնագիտական գիտելիքներ ունենալը, ու երբ որ տանից դուրս էի գալի, ամենասենց նայում էի հայլու առաջ, ինչ որ հայլի էր, չէ, հանդիպում ճանապարհին, ասում եմ Աստված իմ կոշիկները ասել է սխալ եմ ընտրել, հասակը սխալ եմ ցույց տալիս, նորից ետ էի գնում, մի ժամ կոշիկ էի ընտրում, որովհետև չէի հասկանում, ինչա պետք ընտրել, որ ճիշտ հասակս ցույց տամ։ Այստեղ հարց էր առաջանում, կիսաշրջես քեզ տեսեմ սխալ ընտրել, թե կոշիկներս եմ սխալ ընտրել, որովհետև քեզ թվում է, որ ճիշտ ես հագնվել, ոճային ես հագնվել, բայց ինչ որ մի բան սխալ ես արել ու հիմնականում ընտրում եի կոշիկներ, որոնք վերջանում են ծնկիցս մի քիչ ներքև, այսինքն ընտրում ես սև կոշիկ ես ծնկիցս ներքև վերջացող, կարճ կիսաշրջազգես ու ոտքերս մաքսիմալ կարճ են երևում։ Կտրվածքների եւ գույների ընտրության սխալներ էի շատ հաճախ անում։ Հասակը ընդգծելու համար անպայման է բարձրակրունկներ հագնել, թե պարզապես ճիշտ կտրվածքները արդեն կարող են այդ քողարկումներն անել։ Ուղղակի ճիշտ կտրվածքները միանշանակ երկու տարբերակն պետք է իմանաս, որովհետև միշտ կյանքում երկու տարբերակն էլ կարող ես ճիշտ ներկայացնել ու բնականաբար դու չես կարող միշտ բարձրակրունկներով լինել, հատկապես երբ որ անձը շատ ճանապարհորդում է, իրան ինքը տեսակով սիրում է հարմարավետություն, այստեղ արդեն տեսակի հարցել է գալի, չէ՞։ Միանշանակ այստեղ օգնության է գալի միատոնությունը, ճիշտ կտրվածքներ ընտրելը, կոշիկի ճիշտ տակացումներ ընտրելը, հա, որտեղ է կիսաշրջազգեստը կամ տաբատը վերջանում։ Իհարկե խոսեցինք նաև այն մասին, որ ինքդ քեզ սիրելով մոտենաս քո արտաքին տեսքին, մյուս կողմից մենք խոսում ենք տարբեր բաներ քողարկելու մասին։ Ենթադրենք հասակը, հա, եթե
օրինակ քաշի պարագայում կարող է առաջ գալ նաև առողջական հարց եւ այլն, որոնք մեծ մասամբ կենսակերպի փոփոխությունը դա առաջին հերթին արտաքին փոփոխություն չէ, հա, դա առաջին հերթին առողջական փոփոխություն է լինում շատ մարդկանց պարագայում։ Օրինակ հասակի պարագայում քեզ բնությունը այսպեսին է ստեղծել, բայց մենք անդադ պայքարի մեջ ենք մտնում դրա հետ։ Այդ ճիշտ է, թե սխալ։ Ես շատ եմ այդ հարցին առնչվել, որովհետեւ ինքս էլ ունեցել եմ այդ խնդիրների ճանապարհը։ Միշտ մտածել եմ, որ բայց ինչի սեն ստացվեց, բայց ինչի հենց այսպեսին, բայց ինչի հենց ես, ու մի շատ սիրուն պատասխանի հանգեցի, Աստված ինձ էս մարնում ստեղծել է հենց այսպեսին։ Ու երբեք հենց այնպես ոչ մի անձ այդպեսին չի ծնվում։ Ունի իր խնդիրները լուծելու այս կյանքում ու այո, տվել մարմինը իրեն ծառայում է ամեն օր։ Արթնանում ես, ինքը քեզ տանում է X աշխատանքի, չէ՞, ինքն է քոնը։ Երբ որ նույն հարցին, նույն պատասխանին ենք հանգում, որ ինքը ծառայում է քեզ։ Սիրել ինքդ քեզ հենց այնպես ինչպեսին դու կաս, շատ դժվար է։ Շատ նուրբ կետ է, ու չքննադատել, ասել որ սիրում ես, ներսից չքննադատել, դա լրիվ ուրիշ բան է։ Ամեն մարմինդ, ամեն բջիջդ սիրել ու հասկանալ, որ այո, եթե դու ծնվել ես այս հասակում, դու պիտի հենց այդպեսին քեզ ներկայացնես։ Բայց այստեղ էլ մի հատ հարց առաջանում, ունեք իմ մոտ բարբերաբար առաջանում, որ ես աշխատում եմ անձանց հետ, ովքեր բավականին բարձրահասակ են։ Եվ դա պետք է մաքսիմալ գրագետ ներկայացնես։ Այստեղ ցենց շատ սիրուն անցումային էտապ է, որ դու ուր ես գնում, ինչի առաջ ես կանգնած եւ ոնց պետք է քեզ ներկայացնես։ Սիրես եւ քո անձը եւ նաեւ հարգես դիմացինին։ Դու ամեն դեպքում սովորեցիր սիրել ինքդ քեզ, թե երբեմն կարող է հասկանաս, որ այսքան աշխատանք էի տարել ինքս ինձ սիրելու համար, մեկ էլ նորից հասկանում ես, որ 10 քայլ հետ ես գնացել, որովհետև ինչ որ մի բան քո մեջ չես ընդունում։ Իսկ թվում է մենք ամբողջ կյանքի ընթացքում ենք այդպես անելու, որովհետև երբ որ գալիս անցումային էտապ մարդու կյանքում, իսկ երբ որ դու աճի ընթացքում ես ու անընդհատ նոր բան ես կյանքից ուզում, դու անընդհատ ինչ որ մի օրի հանգում ես մի կետի, որ պետք է հետ գնաս, տեսնես ինչ ես արել, անցնես այդ էտապները, վերհիշես եւ ինչքան մինուս ունես, փորձես աշխատես, որ հաջորդ էտապին անցնես։ Շատ է գալիս, բայց արդեն շատ բաներ անցած ես լինում։ Այսինքն երբ որ դու լիարժեք անցել ես, արդեն գալիս է ինչ որ մի հատ, չգիտեմ, բաց տեղ։ Այդ բացը պետք է լրացնես, որ հանձնես մյուս էտապին։ Դրա համար միշտ է լինում ամեն էտապում, նոր անցումային էտապում թևաթափ ես լինում, հասկանում ես, որ ինչքան էլ աշխատել ես, մեկը կարող հենց այդ պահին դու քեզ չես ընդունում, չես սիրում, բայց հետո որ մի քիչ քեզ ժամանակ ես տալի, նորից ինչ որ մի փոքր էտապ աշխատում ես քո վրա, լրիվ այլ էտապի ես անցնում ու արդեն այդ մի փոքր անցքն էլ ես ծածկում։ Դու երբ սովորեցիր սիրել քեզ։ Ոյ։ Երբ որ հասկացա, որ ես կյանքում ունեմ ինձ, ու ունեմ իմ Աստծուն։ Ու ես ծնվել եմ մենակ ու գնալ եմ մենակ։ Այդ ինչ շրջան էր քո կյանքում։ Ինքս իմ խնդիրներին հատ առ հատ նայելու ու ոչ մեկից օգնություն չփնտրելու, այլ խնդիրները լուծելու ինքս, իմ Աստծով ու ուժերով։ Դա արդեն այն գայան էր, որին մարդիկ ճանաչում էին որպես ոճաբան, թե ավելի վաղ էր։ Չէ, այդ ժամանակ ճանաչում էին, բայց այդ ժամանակ չի աշխատել այդքան խորը։ Այդ ժամանակ ես վարված էի իմ աշխատանքով եւ վարված էի տարբեր աշխատանքներ կատարելով։ Հետո երբ որ դու աշխատում ես ու մենակ ես մնում, հասկանում ես, որ մենակ ես ինքդ քո առաջ, աշխատանքից զատ, դու անձ ես, աղջիկ, կին, ով որ ունի շատ էմոցիոնալ ֆոներ, բացի ոճաբան եւ մասնագետ լինելուց։ Իսկ վազքի մեջ շատ հաճախ չես նկատում։ Վազքի մեջ երևի թե ամենից շատ ինքդ քեզ ես անտեսում, բայց քո մասնագիտությունն էլ դրա ուղիղ հակառակն է, քեզ բերել կենտրոն։ Տարբեր կանանց օգնելով իրենց բերել կյանքի կենտրոն։ Դու ինքդ կարողանում ես քեզ միշտ պահել քո կյանքի կենտրոնում։ Շատ լուրջ հարց ես տալիս, որի մասին մտածում էի հենց մի քանի ժամ առաջ, ու ես հասկանում եմ, որ հիմա իմ կյանքի այն էտապում եմ, երբ որ ես չեմ հասցնում իմ կյանքի կենտրոնում լինել։ Որովհետև կամ դու պետք է այդ պահին կարևորես, որ դու փորձես քո նպատակը իրականացնել, հետո մի պահ շունչ քաշել կամ ուղղակի ամեն օր կենտրոնում լինել, նպատակդ մի պահ թողել հետոին, երբ որ ինքը իրան կգա, լինել բիզնեսի մեջ եւ անընդհատ աշխատել տարբեր մարդկանց հետ, երկրորդ պլան ես դնում քո անձը։
շատ դժվար կետ է գալիս, դու պետքա դեպի դրան հասնես, բայց ամեն օր ինքս ինձ ընտրելը դեռևս իմ մոտ չի ստացվում։ Ես միևնույնը հանգում եմ այդ հարցի պատասխանին վազել հասցնել, թե այս պահին պարկել ու հանգստանալ։ Գիտես, խոսքը միայն պարկելու եւ հանգստանալու մասին չէ, բայց երբեմն նկատելի է դառնում, որ մարդիկ, որոնք անընդհատ գնում են նպատակի հետևից, կորցնում են ներկան։ Իսկ մենք միակ բանը, որն իրականում ունենք, այդ մեր ներկան է։ Հնարավոր է ծեծված թվա, բայց իրականում երևի թե ամենամեծ սխալն է, որը մենք ամեն օր իրականացնում ենք, ամեն օր ինչ-որ մի բան անելով վաղվա համար։ Վաղը չանտեսելով մենք ունենք իման ամեն դեպքում։ Ինչի պարկել հանգստանալ ասեցի, իմ գրաֆիկից ելնելով, որովհետև երևի ամենա նվերը, որ ես երբեմն կարողանում եմ ինձ անել, հենց դա այդ փոքր ուղղակի հանգստանալն է։ Ներկան վայելել մաքսիմալ հիմա փորձում եմ։ Իրականում կյանքը շատ եմ սիրում, անկախ իմ վազքից, այսինքն իմ այսօրվա կյանքը իմ երազանքների կյանքն է, ու ես երազել եմ այս կյանքի մասին 5 տարի առաջ։ Գայան, որը 5 տարի առաջ կար, երազել է հենց այս Գայայի մասին, որ այս պահին կա, ու ըստ իս դա ինձ էմոցիա տալիս, որ ես սխալ ճանապարհին չեմ, անկախ իմ վազքից, միևնույն է իմ ներսը երեխաս, այդ ներսի աղջիկը երջանկանում է իրեն տեսնելով ամեն անգամ նոր աստիճանի վրա, ու միգուցե ես հենց այս ամենի համար եմ ծնված, ու իրականում ես գալիս եմ այդ պատասխանին, որ այո, ես հենց այս ճանապարհի համար եմ այս պահին նախատեսված։ 18 տարեկան Գայան, որը որոշեց ընտրել ոճաբանի ճանապարհը, ինչ ճանապարհ անցավ իր անունը կերտելու համար։ Ամալիա, շատ էմոցիոնալ չեմ ուզում այս ամեն ինչ ասեմ, բայց շատ բարդ էր, շատ բարդ էտապների մեջ եմ անցել, չընդունվելու, չընկալվելու, չսիրվելու, ինքս ինձ, նաև դիմացիների կողմից, շատ ժամանակ գոռոզ եւ բարդը երևալու, չկայանալու ֆինանս աշխատելու, որովհետեւ ոճաբանությունը հեշտ չի ֆինանսի առումով աշխատանքի։ Էտապ էմոցիոնալ, այսինքն դու կարող ես մի ամիս աշխատել, մի ամիս չաշխատել։ Կերտել քո անձնական աճը, չդառնալ 5 մասնագիտության տերանց, որոնցից 5-րդը ոճաբանությունն է, որովհետև կարող ես ինչ-որ մի этаպում հասկանալ, որ քեզ ֆինանս անհրաժեշտ եւս մի կերպարդ ստեղծելու համար։ Դա շատ բարդ, որոշում սենց հստակ իրենից պահանջող աշխատանք է եղել, ու մինչև այսօր էլ ես կարող եմ հստակ ասել, որ իմ աշխատասիրությունը եւ իմ ետնահանջ չանելը թույլ է տալիս ինձ այսօր բարձր բղավել, որ այո, ես կարացա այդ ճանապարհը շատ սիրուն անցնել։ Դու ուրիշ աշխատանքների միջով անցար այս աշխատանքի մեջ հաստատվելու համար։ Ես ասեմ, քեզ դա տևել է երևի թե 1 տարի, այլ աշխատանքներ անելուց, բայց սովորելուց։ Այսինքն ես համ սովորում էի նստած ուրիշ աշխատանք էի անում համակարգչի առած, միևնույն ժամանակ իմ գիրքը բացած միշտ ընթերցում էի։ Իմ մասնագիտությունը իրենից երևակայում է մեծ թեորիա։ Ես 8 մասնագիտական սերտիֆիկատներ եմ ստացել եւ իմ ուսման ծառավ լինելը մասնագիտորեն հանգեցրել է մի փաստին, որ ես վերջում շատ չեմ ուզում բղավեմ այդ փաստին, բայց ես գնացի վերապատրաստման ու ես հասկացա, որ մասնագետը նստած է, ես եմ դաս տալիս։ Ու երբեմն ես ինձ թերաժեքորեն եմ մոտեցել, որովհետև ես միշտ մտածել եմ, որ ես սովորելու կետ ունեմ, ես հիմա էլ սովորելու կետ ունեմ, բայց ես իրոք հասկանալումից։ Հա, ապրես դասեր կան, որոնցից ժամերով կարող ես լսել ու սովորել, բայց դասը, որը հենց վերաբերում էր ոճաբանությանը, ես չգիտեի ինչ ասեի։ Այսինքն դասատուն նստած էր ու բղավում էր, ասում էր մեր ոճաբանը որտեղ է, ու դա Փարիզում էր։ Այսինքն նորաձևության կենտրոնը, որտեղ բոլորը եկել են վերապատրաստվելու, եթե տալիս են, ասենք, չգիտեմ, աշխատանք անելու 45 րոպե, իմը ստացվում էր 5 րոպեում։ Ու ես հասկացա մի բան, որ ես միգուցե սխալ կուրս եմ ընտրել, այսինքն ոճաբանության փոխարեն պետք է դիզայնը արդեն ընտրեմ, որովհետև իմ բազան մասնագիտական հենց այդ պայն այդ վայրի համար բավականին լիարժեք էր։ Ես զանգ եմ արել մամայիս, ասում եմ, մամ, գիտես, մենակ դու կհասկանաս ինչ եմ ես քեզ ասում, ես այստեղ որպես ոճաբան այս պահին, այս կուրսում սովորելու ոչ մի բան չունեմ։ Միգուցե ձեզ թվում է, որ ես այստեղ եմ, ես ինչ կետում եմ, բայց մենք հայերս իմիջիայլոց դա մեր հայկական գեների մեջ է գալիս։ Մենք շատ ուժեղ ենք, շատ սովորող ենք ու անընդհատ մեզ գերազանցող ենք եւ մեր հայ մասնագետներից Եվրոպայում գտնել դա մի հատ մեծ ուրախություն է, որովհետեւ իրանք ամենալավն են իրենց աշխատանքի մեջ։ Որտեւ մենք չենք
սիրում լինել մեջտեղում։ Մենք սիրում ենք կամ չլինել, կամ լինել ամենալավը։ Դա մեր գեների մեջ կարծում եմ կա։ Իմ մոտ ինքնագնահատականի միշտ այդ կետը եղել է թերարժեքորեն մոտենալ քո մասնագիտական գիտելիքներին, թե լիարժեք, որովհետև ինքնակնադատությունը տալիս է քեզ անդադ աճ, բայց երբեմն խնդիր այդ պահին չհասկանալու ով ես դու եւ ինչքան մասնագիտական գիտելիքներ ունես։ Գայա, երբ դու քո մտքում արդեն ունեիր քո երազանքի ճանապարհը, բայց ուրիշ աշխատանքով էր զբաղվում, դա քեզ համար ավելի շատ դեպի նպատակը գնալու է, այսպես ուրախ ճանապարհ էր, թե ինչ որ առումով բարդ ճանապարհ էր, որովհետև քո երազանքը ուրիշ տեղ էր, դու ուրիշ տեղում էիր։ Ամալիա 2 տարի անդադար անքնություն եմ ունեցել, որովհետև աշխատում էի 2 տեղ եւ սովորում էի, որովհետև գիտեի ուր եմ գնում, Գեղարվեստի ակադեմիայում եմ սովորել, այնպես արեցի, որ գերազանց սովորեմ եւ անվճար լինի ուսումս, եւ սկսեցի աշխատել 2 տեղ, շոուրումում էի աշխատում եւ սպորտային ակումբում, Ռեբեկ սպորտային ակումբում էի աշխատում։ Իմ գործընկերներն ի դեպ։ Իմիջիայլից, հա, իրենց բացման ժամանակ ես եմ աշխատել հենց սկզբում եւ հենց իրենց համակարգչի առաջ այդ ժամանակ որ դու ազատ ես մեկ-մեկ լինում, չգիտես ինչ անես։ Ես միշտ ոչ թե այդ ժամանակ օգտագործում էի հեռախոսի զանգեր կատարելու, այլ հասկանալու մասնագիտական ինչ-որ ուղղություններ ու թե ուր եմ գնում, եւ այդ պարագայում դու գիտակցում ես, որ միգուցե այդ բանը քեզ դժվար է։ Այդ պահին դու անքնություն ունես եւ շատ ժամանակ չես հասկանում ինչ էտապում ես դու, բայց այն ջիղը, այն էմոցիան, որը ես տեսնում եի բեկետում, ինձ ամեն օր արթնանալու շունչ էր տալիս։ Ու իրոք դա բերեց, որ սենց հետ եմ նայում, երևի թե ոչինչ չի փոխի կյանքումս։ Դժվար ճանապարհ անցնելը միշտ մեզ ձևավորում է ավելի լավ ու ավելի պինդ տեսակով, բայց միշտ չէ, որ այդ փուլերում մենք դա հասկանում ենք։ Դու այդ փուլում ինչպես էիր ընկալում կյանքը։ Ինքան եմ ինձ փորձել ընդունել եւ հասկանալ, որ անգամ հիմա խոսելուց խոսում եմ շատ դրական, բայց էտապներ են գալիս, որ երբ որ դու հետ ես գնում, մտածում ես կուզեի այն փոքր աղջկան գրկեի ու ասեի, այդքան մի տանջվի, այդ պետք չէր այդքան քեզ տանջել, երևի ասեմ, ես ուրիշ ճանապարհ չէի տեսնում։ Այսինքն, եթե ես ունեի նպատակ, այդ ճանապարհը, եթե դա պետք էր անցնել, ու դա պետք էր ամեն օր աշխատանքով անել, ես ունեմ մի շատ լավ եւ վատ բնավորության գիծ։ Հույսս դնում եմ միայն իմ վրա եւ Աստծո վրա։ Ու եթե այդ հույսը ես եմ, ու տվյալ ճանապարհը իմ աշխատանքով եւ անքնությամբ պետքա լինի, դա ուրիշ ճանապարհ չունի։ Ես դա պետք է անեմ ու կհասցնի իմ նպատակին միանշանակ, եթե ներ չեմ դնում ճանապարհից։ Դու ամեն դեպքում այդ ճանապարհը պիտի անցնեիր, որովհետև կային նաև ֆինանսական խնդիրներ, որոնք լուծել էին պետք։ Ֆինանսական խնդիր չեմ ասի, ֆինանսական աճ պետք էր ապահովել, որովհետև ոնց որ սկզբից եկանք, եթե մարդիկ կան, օրինակ, չգիտեմ, X քանակի ունեն եւ պատրաստ չեն ոճաբանին դիմելու, ես ուրիշ ձև եմ նայում, ոնց անեմ, որ կարողանամ այդ կետին հասնել։ Այդ ժամանակաշրջանի Գայայի մասին խոսելիս մի կարևոր կետ էլ կա, հա։ Երբ մենք մեր աշխատանքի միջոցով ապահովում ենք մեր ֆինանսական աճը եւ ընթացքում սկսում ենք մեզ թույլ տալ իրեր, որոնք գուցե ժամանակ առաջ չենք կարող թույլ տալ, բայց երբեմն այն մարդիկ, ովքեր քիչ հնարավորություն ունեն, ավելի վառ երևակայություն ունեն, որովհետեւ այդ հնարավորություններ չունենալը, ընտրություն չունենալը քեզ ստիպում է շատ մտածել, ստեղծագործել, ճղել, կարել, կտրել, նոր բան ստեղծել։ Երբեմն էլ լինում են մարդիկ, որոնք ցանկացած բան չունենալը վերագրում են ֆինանսի բացակայությանը։ Ես իհարկե հասկանում եմ, հա, որ օրինակ ոչ մաս մարքետում կարող ես ավելի օրիգինալ հագուստներ գտնել, կարող ես այլ լուծումներ գտնել, կարող ես ի վերջո գտնել հագուստ, որը երկրորդ մարդու հագին չես տեսնի, որովհետև մաս մարքետը ամեն դեպքում ունի այդ վտանգը, որ դու կարող ես գտնել շատ գեղեցիկ իր, բայց դա տեսնել ամեն քայլափոխի որևէ մեկի հագին։ Բայց ամեն դեպքում, եթե օրինակ մարդիկ ունեն ֆինանսական սահմանափակ հնարավորություններ կամ դեռ կերտում են իրենց ճանապարհը բարելավելու իրենց ֆինանսական կարգավիճակը, բյուջետային հագուստների մեջ էլ չէ կարելի է ունենալ ոճային հետաքրքիր լուծումներ։ Ինձ ոչ մեկ չի կարող զարմացնել այդ փաստը, որովհետև ես արել եմ ամեն ինչ այդ բարակայում, այսինքն ես տեղել եմ 3000 դրամ, չգիտեմ, ինչ որ մի հագուստով ստեղծել եմ ինձ կերպար, որ մտածում են, չգիտեմ, ես ինչքան ֆինանս եմ տվել։ Երբ որ ինձ ասում են ինչ որ բան դժվար է կամ ինչ որ բան չեմ կարողանում, ես դրան ուրիշ ձև եմ նայում։ Երբ որ ես իմ անցած ճանապարհը նայում եմ ու ես ինչ լուծումներ եմ փորձել տալ, որ իմ նպատակին հասնելու, ես մտածում, որ այդքան շատ չեն ուզում։ Այս հարցին մյուս կողմն էլ կա, չկա չեմ կարում ու չեմ կարողանա բառը կամ
շատ քիչ եմ ուզում կամ ընդհանրապես չեմ ուզում, որովհետև ես իրոք ունեմ անցած բավականին ճանապարհ ու թե 3000 դրամ, թե 5000 դրամանոց, թե չգիտեմ 30000 դրամանոց ընդհանուր full look-ով ներկանալը, որ մտածել են այդ տարածքում, չգիտեմ, ինչ որ մեծ բրենդերից եմ այդ հագուստները ձեռք բերել, ինձ շատ դժվար է հիմա նեգատիվը լսել մարդկանց կողմից ու անընդհատ այդ փորձել իրենց փոքրացնել եւ զոհաբերական վիճակով խոսել, որ այս ինչ բանը չեմ կարողանում, կան ճանապարհներ, կա խնդրել վերևին տիեզերքին քեզ ճանապարհներ ուղղորդել եւ փորձել մաքսիմալ լուծումներ գտնել եւ այդ լուծումները միշտ կան։ Անկեղծ մարդկանց խորհուրդ եմ տալիս չփորձել թևաթափ լինել, փորձել ներսից միշտ էմոցիա ունենալ նպատակի հանդեպ, ստեղծել այդ էմոցիան, այդ մաշկի վրա զգաս, երբ որ դու զգում ես, ապրում ես այդ էմոցիան, քո մեջ ուժ առաջանում, անգամ, չգիտեմ, ամենափոքր դետալից էլ ստեղծել մեգա ֆանտաստիկ մի բան, որ դու անգամ մտքով չես երևակայում։ Տեսահոլովակի ժամանակ Արենի հետ ենք Բայազյան աշխատում, զուգագուլպա էր պակասում։ Ինչ անենք, սև զուգագուլպա է մեզ պետք։ Վարկյաններ ա տևել, սև ցանցը կտրել եմ, կոշիկի վրա ցակցրել եմ ու կապել եմ։ Սև զուգագուլպեց ավելի հետաքրքիր եղավ։ Չեն կարա գնենք խանութ, նստեմ լացեմ, որ խանութ չկա, նստեմ բարթացնեմ ստոպ-տանք նկարահանումը, հա, կարամ։ Բայց ինչի, եթե կարաս այդ պահին հասկանաս, որ յուրաքանչյուր բարդ իրավիճակին լուծման ձև էլ կա, բայց դա մկան է, որը պետք է զարգացնել։ Դա մի անգամից չի լինում։ Մինչև քո մեջ այդ մկանը զարգացնելը հաճախ է թևաթափ լինում։ Ես քեզ ասեմ, ինչքան մեծանում եմ, մեծացել եմ, երբեմն ավելի շատ թևաթափ եմ եղել, փոքր ժամանակ, որովհետև այդ հասակում քո մոտ երևակայությունը, գիտակցությունը բավականին ուրիշ մակարդակի վրա է։ Այսինքն դու այդ ժամանակ արգելքներ չես տեսնում, ավելի դուրը ջարդող ես, սենց ավելի եռանդդ քո մեջ է, որ հասնում ես ինչ-որ X գիտակցության մակարդակի, շատ ժամանակ կարևորում ես հասարակության կարծիքը, փորձում ես, երբ որ լսում ես շատ բաներ, ինչ-որ չափ ընկճվում ես, նեղվում ես, հա, երբ որ անցումային էտապներ ես ապրում։ Իսկ այդ տարիքում ես այնքան շատ եռանդ կար մեջս, պայքարի ուժ կար ու այդ ուժը ինձ ամեն օր տալիս էր նոր sense ինչ-որ ադրենալին եւ դրանով ես առաջ էի գնում։ Որ հասա 22-23 տարեկանի մի քիչ այդ անցումային էտապը ավելի դժվար եմ ապրել եւ ավելի փակ եմ ինձ ներկայացրել, քան օրինակ առաջ կամ հիմա, այսպես ասեմ։ Առհասարակ փոքր սենյակներում ավելի մեծ երազանքներ են ապրում եւ դա ժամանակակից աշխարհում ավելի քան երբևէ նկատելի է, որովհետեւ հիմա ժամանակաշրջանը self-made մարդկանցն է։ Քո շուրջը կային մարդիկ, որոնց եւս կարողանում էիր ապավինել։ Տես, դու մի քանի անգամ նշեցիր, որ ես հասկացել եմ, որ իմ ճանապարհին ես եմ ու Աստված։ Սա իհարկե շատ կարևոր կետ է, բայց մենք միևնույն է նյութական ենք ու կարիք ունենք նաեւ ֆիզիկապես մարդկանց, որոնք մեզ ուժ կտան։ Թողներն ինձ ծնողներս, չնայած արդեն ներել են, բայց իրանք երբեք համաձայն չեն եղել իմ մասնագիտությանը։ Չեն սիրել երբեք իմ մասնագիտության ընտրելու էտապը, ու այդ շրջանում ես ունեցել եմ ընկերուհի մանկության, ով տեսնելով իմ այդ եռանդը միշտ ինձ էմոցիոնալ ֆոն ապահովել, բայց ես ինքս իմ տեսակով եղել եմ շատ մենակ անձ ու ունեցել եմ ուսուցիչներ կյանքի։ Յոգայի էի գնում այդ էտապում կամ շատ մեծերի էի լսում կամ հաճախ նայում էի մոտիվացող ֆիլմներ, բայց շրջապատ որպես այդպեսին չեմ ունեցել։ Ես միշտ վախեցել եմ ցավացնելուց ինձ ու իմ նպատակը կիսվելուց հակասական կարծիքներ լսելուց, որովհետև ոճաբան լինելը ու այդքան դժվար ճանապարհ անցնելը միշտ մարդիկ ասում են դե լավ քեզ պետք է, ասենք երազանց սովորում ես, գնա միտեղ աշխատի, գործդ շարունակի, մամաս հաճախ ասում էր ինտերիեր դիզայներ դարձի ու իր այդ սիրելի աշխատանքներ, բայց այսօրվա դրությամբ իմ կողքին թևութիկունքի նման ինքն է կանգնած ու ամեն օրվա իմ աշխատանքը, որը բաշխել է իրանել, ինքը շատ թեթևացնում է իմ աշխատանքը, բայց այդ էտապում դու մենակ ես լինում, որովհետև մարդիկ չեն ընկալում, ուր ես գնում, ինչ ես անում, ինչի համար ես, կընկնես, կբարձրանաս, ուր կհասնես, ոչ մեկ չի կարող հասկանալ։ Ներելը մի քիչ կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում դու բաց թողեցիր այն զգացողությունը, որ ծնողները չսատարեցին ժամանակին քո երազանքը։ Վայ շատ, ու ավելին ասեմ, ամեն Աստծո իրան շնորհակալ եմ, որովհետև իրան կերտեցին մի աղջիկա, որ այսօրվա դրությամբ շատ սիրում է իր անձը, շատ ուրախ է, որ ինքը այսքան ներսից ուժեղ է, ներսից կայուն է, ու իրանք ինձ տվեցին մի
դպրոց, ճանապարհ, որը հետո մարդկանց կողմից ինձ թույլատնելը եւ թևաթափանելը շատ դժվար կլինի։ Այսինքն, երբ որ քո ծնողը կարողացավ քեզ ստեղծել մի անձի, ով որ պայքարում է իր նպատակի համար, կողքից անձանց քարեր նետելը դեպի քեզ կամ փորձել ցավացնելը ավելի թեթևաթվում, ավելի հեշտ անցումային է։ Եթե ես էլ լինեի ծնող, այդ տարիքում, այդ этаպում, այդ ժամանակաշրջանում եւ այդ շրջապատում միգուցե ես էլ չցանկանայի, որ իմ երեխան ընտրեր այդ մասնագիտությունը։ Գայա, դու ընթացքում շատ խոսեցիր քո մենակ կերպար լինելու մասին, չվստահելու մասին, քեզ սահմանից այն կողմ մոտ չթողնելու մասին։ Սա առհասարակ հարաբերություններում չի խանգարում։ Հարաբերություններում խանգարում է, խանգարել է, բայց դա եղել է։ Այսինքն դա этаպներ է, որը անցել են որպես կին, որպես աղջիկ, եւ եթե դու հետո հասկանում ես, որ դու չես վախենում ցավացնելուց կամ ցավ զգալուց, որովհետեւ չես վախենում ասելու չէ։ Այդ չէ բառը ասելը դժվար անցում է։ Իսկ անձնական կյանքում այդ ամեն ինչը կիրառելը հեշտ չի։ Իմիջիայլոց շատ է խոսվում այն մասին, որ տղամարդիկ ավելի դժվարությամբ են իրենց կողքին ընդունում վառ անհատականությամբ կանանց։ Դու այս մտքի հետ համաձայն ես, թե ոչ։ Ուժեղ տղամարդը ուժեղ կնոջից չի վախենում։ Այլ այն տղամարդով, որ չի ընդունում կնոջ ուժեղությունը, նկատում է, որ ինքն էլ վախենում է, որ իրենց ավելի ուժեղ կին կլինի իր կողքը։ Այ դա արդեն գալիս է ճիշտ ընտրության հարցը։ Դու բախվել ես այս խնդրին։ Այո։ Կարծում եմ նաև շատ կանայք, ովքեր իրենցից պատմություն են կերտել եւ փորձում են պատմություն կերտել, հաճախ բախվում են հենց այս խնդրին։ Այս խնդրին բախվելը քեզ բերել է նորից մի կետի, որտեղ դու հիմա մենակ ես, թե ամեն դեպքում գտնվել է մարդ, որը ավելի ուժեղ է եւ չի վախենում քո ուժից։ Տղամարդու ավելի ուժեղ լինելը եւ կնոջ թույլ լինելը կախված է մի կարևոր կետից։ Երբ որ դու հասկանում ես, որ տղամարդը միևնույն է, առաջ է, հա, տղամարդ, հա, առաջ դու ինչ որ տարբերակում հարաբերությունների մեջ պետք է շատ ժամանակ զիջես ու մի քիչ, մի փոքր ետքայլ անես տղամարդու կարևորությունը նաև քո մեջ կարևորելով։ Ես ինքս համարվելով անձ, որ տեսել ընտանիք, տեսել եմ ոնց է մայրս կարողանում պարբերաբար լռել, զիջել եւ այո, իմ հոր ուժեղությունը ընկալել, հասկացել եմ, որ կնոջ ուժը հենց դրա մեջ է։ Ասել, որ ես ներկա պահին անձնական դաշտում ինչ-որ մի իրադարձություն ունեմ, բնավ կլռեմ ու կարծում եմ դրա մասին կխոսեմ այն պահին եւ այն վայրկյանին, երբ որ դա լիովին լիարժեք կլինի ու ըստ իս լինելով հենց գայա տեսակս միշտ անձնական տարածքը թողում եմ անձնական ամեն պարագայում։ Դա վերաբերում է նաև իմ ընտանիքին ու ես իրենց մասին շատ քիչ եմ խոսում եւ փորձում եմ շատ ընդհանուր ներկայացնեմ իրենց, որովհետեւ չեմ սիրում իմ սիրելիների մասին շատ խոսել։ Իրանք իմն են, ես իրանց ամուր սենց պահում եմ ու լինելով ինչքան էլ մասնագիտորեն շատ առաջ գնալու միևնույն է յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր կին իր հոգու ներսում կին է։ Աղջիկ, որը ուզում է ստեղծել շատ սիրուն ու կայուն ամուր ընտանիք, իսկ կայուն ամուր ընտանիքը լինում է, երբ որ շատ ժամանակ լռում ես։ Իսկապես, հա, ուժը երբեմն դա չընդգծելու մեջ է, որովհետև երբեմն երբ դու քեզ թույլ ես տալիս ինչ որ կետերում լինել թույլ կամ ուղակի լինել, չընդգծել քո ուժը, դա արդեն խոսում է ուժեղության մասին։ Ամեն դեպքում դու ինքդ էլ երբեմն կարիք ունենում ես լինելու թույլ։ Միանշանակ։ Նախ կարծում եմ ուժեղությունը եւ կյանքի փորձը պետք է բերի նրան, որ դու լինես ճկուն, կարողանալու հասկանալ, որ этаպում եւ որ պահին ինչ որոշումը պետք է կայացնել։ Ոչ թե միայն մտածելով էգոիստաբար քո անձի, քո եսի մասին, այլ հասկանալ տվյալ իրավիճակը եւ տվյալ պահը ինչքան լրջություն է իրենից պահանջում եւ արդյոք քո գոռալը, որ դու ուժեղ ես եւ քո երկու ոտը դնել մի քարի մեջը ճիշտ է, այլ ուղղակի մի պասուս մնալ եւ լռել ու փորձել ավելի ճկուն եւ ավելի կարեւոր որոշում կայացնելու։ Գայա, շնորհակալ եմ շատ մեր զրույցի այս փուլի համար։ Հիմա անցնում ենք հաղորդման հաջորդ փուլին։ Այստեղ արդեն բլից հարցեր եմ տալու քո հագուկապի հետ կապված ու ակնկալելու եմ արագ ու անկեղծ պատասխաններ։ Սիրով։ Որն է եղել քո ամենաթանկ գնումը։ Վերջում Gucci սպայսակն է եղել։ Ինչ արժեր։ Ինքն դժվար է մեզ հետ ասում։ Եթե չեմ սխալվում, 5300 եվրո։ Որն է եղել քո ամենաէժան գնումը։ Օй, ունեցել եմ ակնոցներ 3000 դրամանոց։ Որն է եղել քո ամենաաբսուրդ գնումը։
Չեմ հիշում, այսինքն երևի թե չի եղել։ Ամսական որքան գումար ես ծախսում հագուստի համար։ Կարող եմ հստակ ասել, որ ես ամեն ամիս գնումներ չեմ անում, բայց մոտավոր երբ որ գնումներս լինում են, աշխատում եմ մոտ $3000 սահմաններում տվյալ գնումները սահմանափակել։ Այսինքն հիմնական մեծ գնումներ ես անում միանգամից։ Հա, հիմնականում միանգամից եմ անում սեզոնային փոփոխությունների կամ ասենք, երբ որ ինչ-որ մի բան հստակ հասկանում եմ, որ իմ զգեստապարանը պակասում է։ Գնված հագուստը վերադարձնում ես խանութ։ Չէ, իմը չէ, հաճախորդին է այո։ Իմը երբ որ անգամ ես գրում եմ, հասկանում եմ, որ իմ մարմնին կպել է, աշխատում եմ խանութ վերադարձչանը։ Բրենդային հագնվելը կարևոր է։ Սա արդեն պատասխանեցինք։ Ցանկալի է։ Երբ որ դու հասնում ես։ Ո՞րն է քո սիրելի բրենդը։ Gucci-ն եմ շատ սիրում ու Yves Saint Laurent-ն եմ շատ սիրում։ Ինչ հագուստ երբեք չես հագնի։ Նախընտրում եմ շատ ծաղկավոր զգեստներ, ծաղկավոր պրինտով զգեստներ չկրել։ Նաև խորհուրդ չես տալիս, թե պարզապես քեզ մասին չի։ Մի զգեստը մի քանի անգամ հագնում ես։ Շատ հաճախ։ Ամեն տարբերակով ներկայացնում եմ։ Տղամարդու հագուկապի մեջ որն է ամենակարևոր դետալը։ Կոշիկները։ Ու հիմա կարող ենք հաշվել քո այսօրվա լուքի արժեքը։ Ոյ, սիրով։ Վերնաշապիկը Zara-ա, կարծում եմ արժեքային 25900 դրամ, որովհետև այս սեզոնին ձեռք չեմ բերել, կոստյումս Alexander McQueen-ա, Փարիզից եմ ձեռք բերել, մոտավոր $3000 սահմաններում էր, եթե ես չեմ սխալվում, 2000-ից 3000-ի սանդղակներում եմ։ Ձեռնոցներս Կարլինն է, հաճախորդս ա նվեր տվել իմիջելուց անհատական աշխատանքից հետո որպես շնորհակալություն, ձեռնոցների արժեքը, եթե չեմ սխալվում, մինչև $500 սահմաններում են, ականջողս Swarovski-ա, սա 100 քանի հազար 130,000 դրամ էր, եթե ես չեմ սխալվում, ուզնացես նվերա արժեքային ոյ տեղեկություն չունեմ, երևի թե մոտ Yves Saint Laurent, հա։ Ուզում եմ արժեքային բացարձակ տեղեկություն չունեմ, որովհետև միշտ նվերների արժեքները չեմ սիրում իմանալ։ Նվերը պարտադիր չի իմանաս։ Կոշիկներս արժեքային տատանվում են $2000 սահմաններում, բայց իրենց բավականին լավ զեղչոց տարբերակով եմ ձեռք բերել, 800 քանի հազարից զեղչվել էր 240,000, եթե չեմ սխալվում։ Կոնցեպտից եմ ձեռք բերել, հենց Concept Store-ից Երևանում, բայց իրոք բրենդը չեմ հիշում այս բանին։ Գայա, փաստորեն ոճաբանը բավականին լավ է վաստակում։ Անկեղծ չեմ ողոքի։ Առհասարակ թանկ հաճույք է ոճաբանի ծառայություններից օգտվելը։ Թանկը շատ հարաբերական է։ Մեծ լավ խոսք ասում եմ, երբեք մի ասես ինչը թանկ է, որովհետև դու քո համար սահմանաչափես ձևակերպում։ Բայց հասանելի է, որովհետև ամեն դեպքում մենք մի կողմից հասկանում ենք, որ ոճաբանի ծառայությանը դիմելու համար որոշակի սանդղակ եւ ճանապարհ դու անցնում ես, որպեսզի հասնես այդ կետին։ Մյուս կողմից, երբ մարդիկ խճճված են իրենց ոճի մեջ եւ կարիք ունեն օգնության, արդյոք հասանելի է, թե ամեն դեպքում պետք է որոշակի կարգավիճակի հասնես, որպեսզի կարողանաս օգտվել այս ծառայությունից։ Գիտեք, կախված նաև ոճաբանների ընտրությունից, որովհետև ես քո մասին եմ խոսում, մի խուսափիչ, լավ գնացինք։ Կարծում եմ հասանելի է, ըստ իս։ Իմ հաճախորդների բազան բավականին տարբեր է։ Դա ինչ է իրենից ենթադրում, որ կարող են տարբեր ֆինանս աշխատող անձիկ նույնպես դիմել ինձ, բայց գոնե մինիմալ աշխատավարձ հստակ ունեցող անձիկ, հա։ Ոճաբանի հետ աշխատանքը դա կարող է լինել նաև մեկ անգամյա աշխատանք, թե ամեն դեպքում որոշակի ճանապարհ պիտի միմյանց հետ անցնեք, որպեսզի շատ ավելի արդյունավետ լինի աշխատանքը։ Միանշանակ միշտ կոնսուլտացիա անում եմ, կոնսուլտացիան առանձին աշխատանք է, հիմնականում կոնսուլտացիայի արժեքը դնում եմ ավելի բարձր, քան շոփինգին է, որովհետև ով որ գալիս է կոնսուլտացիա, ինքը արդեն ճանապարհը անցնում դեպի մյուս էտապի, ու կոնսուլտացիա գալը դա արդեն որոշում է ոճաբանի հետ աշխատելու, իսկ եթե այդ որոշումը կամուկացի մեջ է, արդեն հետ նահանջ կա դեպի յետադարձ պահի, դրա համար այս պայծրությամբ կարող եմ ասել, որ կոնսուլտացիան ստիմուլ է տալի մարդու ոճային փոփոխության, ինֆորմացիան իր անձի հետ կապված եւ ուր ունի գնալու, բայց հստակ որոշման համար երկար աշխատանք է պահանջում։ Նաև այսպիսով զտում ես այն մարդկանց, որոնք պարզապես կգային կոնսուլտացիայի եւ վերջ։ Այո, ես արժեքի մարդ եմ։ Ես սիրում եմ, որ իմ հաճախորդին ես արժեք կոնսուլտացիան։ Ես այս պայծրությամբ 75000 դրամ, որը տևում է 2 ժամ կամ 2 օր, 1 ժամ տևողությամբ։ Եվ եթե արդեն գնում եք շոփինգի, ինչ արժե դա։ Ժամը 70000։ Ավելի բարձրի չի ամեն դեպքում։ Անձնական դաշտ անցանք, որի մասին երբեք բարձրաձայն չեմ խոսել։ Դե մարդիկ ամեն դեպքում պատկերացնեն խոսքը ինչի մասին է։
Շատ լավ, Գայա, շնորհակալ եմ շատ։ Հիմա արդեն անցնում ենք հաղորդման հաջորդ փուլին։ Ես քեզ ցույց եմ տալիս հայտնի մարդկանց լուսանկարների դեմքերը փակ, դու ասում ես քո կարծիքը լուքերի մասին։ Բոլոր մարդկանց լուսանկարները առանձնացված են իրենց էջից, այսինքն որևէ մեկին անհարմար դրության մեջ լուսանկար արված չէ։ Այն լուսանկարներն են, որոնք մարդիկ իրենք հավանել են եւ հրապարակել են։ Սիրով։ Գայա, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումի հիմնադիրը Դավիթ Մաթևոսյան Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է։ Այնտեղ վստահաբար որակյալ ծառայություններ են մատուցվում, այնպես որ քո ատամների առողջությունը կարող ես վստահել իրենց, կամ կարող ես օգտվել կոսմետոլոգիական կլինիկայից, որի հիմնադիրը Ելենա Ադամյան ոչ միայն Հայաստանում կրթությամբ է բավարարվում, այլև շատ հաճախ մեկնում է արտերկիր, վերապատրաստվում է եւ երբեք չի դադարում սովորել, ինչը այս ոլորտում շատ կարևոր է, չսահմանափակվել այն գիտելիքով, ինչը դու արդեն ունես։ Զգացված եմ, անպայման սիրով կօգտվեմ։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն մեր այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպ
ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, հա, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Առաջին կերպարը շատ է դուրս գալիս, ուսերը լայն, կոշիկները ասիմետրիկ կտրվածքով, ավելի շատ անգամ դուր է գալի գորգի ու վարդագույնի համադրությունը։ Հետաքրքիր լուծումներ են։ Բալանսավորումը ըստ իս մի քիչ սխալ տված կառուցվածքի, որովհետև կիսաշրջեսկեստը ավելի շատ դետալներով է, վերևում գոնե կուզեի ականջողերը ավելի ծավալային լինեն կամ վարսերը թափված լիներ, որ կերպարը ավելի ամբողջական լիներ։ Ըստ իս աքսեսուարները շատ ավելի նուրբ են տրված։ Այստեղ օրինակ ինձ դուր չի գալի կորսետի հատվածում ոնց է վերևում նստում, ես կուզեի կորսետի վերևի կտրվածքը մի փոքր այլ լիներ։ Կերպարը շատ է դուրս գալիս, սևի սիրահարը, այն վարսերը մի քիչ հետ կտայի, որ ժակետի կտրվածք ավելի լավ տեսնեի։ Շագանակագույնի համադրությունները, երկու կողմում թևնոցներ 2025-26 թվականի ակտուալ թրենդներից են, սիրուն է ներկայացված, ես կարողա ավելի հետաքրքիր լուծում տալու համար հենց շագանակագույն զուգագուլպա ընտրեի, ամբողջական օրիգինալ կերպար տալու համար, բայց ընդհանուր շատ հետաքրքիր է լուծումները տված։ Շատ սիրում եմ եւ եթե չեմ սխալվում բրյունետի կերպարն է, ինքը իր անհատականությունը իդեալական է ներկայացնում։ Ինձ միշտ իր լուծումները տված շատ են դուր գալիս։ Շատ կանացի հրաշագույն միշտ իմ համար ինքը կանացիության կերպարներից մեկն է եղել, որի մասին մեկնաբանություններ անել է երբեմն անգամ խորհուրդ է լինում Նազանին, ով որ միշտ շատ ճիշտ է ներկայացնում իր կառուցվածքը ու ինձ դուր է գալիս ոնց է այստեղ կառուցվածքը ճիշտ ներկայացված։ Հետաքրքիր է, օրիգինալ է։ Իմիջելից ինձ դուր է գալի, որ ես բոլորի նկարները գրեթե ճանաչեցի, այսինքն բավականին տեղեկացված եմ այդ առումով։ Լուծումները շատ սիրուն են տված, կտրվածքները եւ միատոնությունը սպիտակը, որը հրաշք։ Կիսաշրջեսկեստն դուրս գալի, որը 2026 թվականի հենց նորից նորաձևություն վերադարձող թրենդներից մեկն է։ Ես այստեղ վարսերը երևի թե ավելի շատ վերև կհավաքեի, որ կոշիկների ծավալը ու կտրվածքը ճիշտ ներկայացնի, օրինակ վարսերը վերև կհավաքեի, մի երկու փունջ ներքև կտայի ու թաց էֆեկտ կհաղորդեի, բայց նաև կախված է թե ուր են գնում։ Անկեղծ ասած ինձ դուր չեկավ։ Կիսաշրջեսկեստը հետաքրքիր է, բայց ես լուծում կտայի ոչ թե կորսետի հետ, այլ կանեի օրինակ սովորական թիշորտ, որ լուծումը ավելի հետաքրքիր լիներ, եւ կոշիկները կանեի ոչ թե բաց, այլ օրինակ փակ եւ սուր ծայրով կոշիկներ կընտրեի։
Հետաքրքիրը ոճայինը, գույնային լուծումները բավականին օրիգինալ են տղամարդու համար, որովհետև տղամարդիկ շատ ժամանակ մուգ գույների մեջ են միայն սև կամ մոխրագույն, բայց շագանակագույնի երանգները շատ օրիգինալ են նայվում։ Շատ լավ։ Ու հիմա մենք կիմանանք, թե ովքեր են ըստ քեզ հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 մարդիկ։ Այս վերջերս շատ սիրում եմ հետևել Արսենի Գրիգորյան, որովհետև նոր բեկումնային ներկայացրեց իր արտաքինը հետաքրքիր լուծումներով, պրինտերով, գունային լուծումներով։ Հաջորդը Սոնային կնշեմ Ռուբենյան, ոճային հստակ կտրուկ փոփոխություն ունեցանք ու շատ սիրում եմ ոնց է իրեն ներկայացնում իր առօրյա լուքերը, էլի փորձում եմ մաքսիմալ հետաքրքիր ոճային լուծումներ անել, սիրով հետևում եմ իրեն, բայց 3-ը միանշանակ չեմ կարող նշել, սիրում եմ եւ Իվետային Մուկուչյան եւ Սիրուշոյին, այստեղ իմ համար դասակարգման աստիճան չկա։ Իվետային սիրում եմ, որովհետեւ ինքը բեմում յուրահատուկ լուծումներ է տալիս, այնպիսի լուծումներ, որոնք կարծում եմ շոու բիզնեսի համար երբեմն վաու էֆեկտ են առաջացնում։ Սիրուշոյին սիրում եմ իր տեսակը չկորցնելու եւ իր ոճային լուծումները գրագետ ներկայացնելու, որպես Սիրուշո իր անձը ճիշտ անհատներին մատուցելու։ Գայա, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար, կարծում եմ, որ մարդկանց համար եւս օգտակար խորհուրդների բազա ստեղծեցինք որոշակի։ Ես եմ շնորհակալ։ Հետևեք Look and Face-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։